Ես ունեմ նաև եղբայր, որը պապայիս առաջին ամուսնությունից զավակն է եղել։ Գիտեմ, որ որոշակի խնդիրներ այնուամենայնիվ որը ժառանգության հետ կապված եղան քո եւ նրա առաջին ամուսնությունից որդու միջև։ Ինձնից պահանջվում էր, որպեսզի ես վաճառեմ այն բնակարանը, որը պապաս մահից առաջ մի քանի ամիս անընդհատ արթնանում էր, կանգնում էր պատուհանի մոտ եւ նայում էր Առնո Բաբաջանյանի արձանին եւ ինձ խնդրում էր, ասում էր, որ խնդրում եմ, ինչ ուզում ես արձաններս վաճառի, ինչ ուզում ես վաճառի, բայց տունս չվաճառես։ Ամեն ինչ տվեցի, պապ, այս մեքենան տվեցի, վարկ վերցրեցի, գումար տվեցի, ամեն ինչ տվեցի։ Եվ այդ խնդիրները լուծելուց հետո որևէ կերպ շփվել եք եղբորդ հետ։ Չէ, չենք շփվել։ Ամեն դեպքում պապայիս ցուցահանդեսի համար ես նրան հրավիրատոմս ուղարկեցի, բայց չտեսա նրան։ Ինչու պետք է, օրինակ, ես 26 տարեկանում այլևս հորս չունենայի, կամ ավելի ուշ 34 տարեկանում մայրս էլ չլիներ, բայց միևնույն ժամանակ չեմ չարացել, ուրեմն դա իմ կյանքն էր, դա իմ ճակատագիրն էր, դա այն էր, ինչով ես պետք է անցնեի, թաքցնելով, ժպիտով եւ այլն, փորձում եմ գնալ առաջ։ Վիշտը բնականաբար կա։ Իմ կողքի տղամարդը իմ ուժն է, իմ մեջքն է, իմ երեխաների լավագույն հայրն է։ Դրանին իմ ելույթի ժամանակ ինձ հետո պատմեցին, շատ լացել է։ Մարտինը ամբողջ օրը հետ ասում խայտարակ անում ինձ։ Մամա կունենաս աղջիկ։ Հաղորդման հովանավորներ Lions Partners Insurance Agency, The Grigorian Law Firm Իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, LeBrand ռեստորան, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, ALA Renovations, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Star Life Group, Elize House ռեստորան, Aroma International Marketplace, Ավակյան Law Group Իրավաբան Թեյմինա Ավակյան, Gravel ծաղկի սրահ, Ari Depot Jewelry, Տուն Լահմաջո ռեստորան, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. The story you're about to hear is true. Ողջույն, սա տետատետի ամանորյա թողարկումն է։ Մենք շնորհավորում ենք մեր բոլոր հետևորդներին ու ցանկանում, որ տարին անցնի իսկապես բարի մթնոլորտում, դրական եւ լավ աուրայի ներքո։ Եվ այսօր պատահական չի, որ մենք հրավիրել ենք մեր ամենասիրելի հերոսուհիներից մեկին տետատետի, ում հետ միշտ ջերմ է եւ միշտ դրական լիցքերով լի։ Այսօր մեզ հետ է երգչուհի Էմին։ Ողջույն Էմին։ Ողջույն։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք զրույցի մեր առաջարկը։ Ես եմ շնորհակալ, որովհետև շատ վաղուց չէինք զրուցել կամերայի դիմաց, եւ գուցե եւ շատ բաներ կա ասելու։ Էմի, վերջերս օրեր առաջ Armenian Music Video Awards-ի ընթացքում, իդեպ կարծում եմ, որ մարդիկ օրեր անց այն կարող են դիտել նաեւ YouTube-ում։ Եվ իհարկե այդ օրերին ամենաշատը քննարկվեց քո ելույթը եւ ամենագեղեցիկ ելույթներից, ամենահուզիչ ելույթներից մեկն էր մրցանակաբաշխության։ Դու երգում էիր Նաջորդա Սարգսյանի հայտնի երգը Արևոտ անձրևը եւ էկրաններին էլ հենց Նադյան էր։ Կպատմես այդ ելույթի մասին եւ առասարակ այդ օրերի քո ապրումների։ Նախ երևի մի քիչ ավելի հետ գնամ, սկզբից կամ։ Ես ահա որ անչափ ուրախ եմ, որ վերականգնվել է
Music Awards հասկացողությունը, որպեսզի արտիստները նույնպես կարողանան ինչ-որ բանի համար պատրաստվել, թե չէ ամբողջ տարվա ընթացքում երգում են, պատրաստվում են, տեսահոլովակներ, համերգներ եւ այլն, եւ ամփոփիչ որևէ բան վաղուց չկար։ Եվ հաշվի առնելով այն փաստը, որ Ամերիկայում կայացվող Music Awards-ը դեռ տարիներ առաջ ամենալավերից էր, չհաշված Հայաստանի Music Awards-ները բնականաբար, ես ուրախ եմ, որ նորից վերականգնվել է Music Awards-ը եւ կարող ենք մենք արտիստներս թեկուզ Արոյի ասած հագնվենք, պատրաստվենք, գանք ուղակի դահլիճում նստենք, չէ՞ որ դա հաճելի է, արտիստին գնահատում են։ Հանդիսատեսը արտիստի ոգևորվածություն է տեսնում, հուզմունք է տեսնում, դժգոհություն է տեսնում, ամեն ինչ կարող է լինել եւ դա բնական է։ Ինչ վերաբերվում է իմ ելույթին, նախ եւ առաջ ասեմ, որ ինձ համար դժվար էր։ Երկար տարիներ ոչ մի երգ չէի պատրաստել, չեմ նկարահանվել որևէ տեսահոլովակ չեմ ունեցել, եւ ելույթ ունենալ Music Awards-ի բեմում այնքան երիտասարդ, տաղանդավոր արտիստների հետ, ինչու ոչ, նաեւ իմ ժամանակաշրջանի արտիստների հետ մի քիչ ավելի դժվար կլիներ նախապատրաստական աշխատանքները, որովհետև երկար ժամանակ ելույթ չունենալուց հետո հոպ հայտնվում ես բեմում։ Երբ ստացա առաջարկը, որպեսզի ներկայացնեմ մորս, դա ինձ համար առավել հուզիչ էր, առավել պատասխանատու էր, որովհետև մամաս միշտ տարիների ընթացքում ասում էր, որ մենք միասին պիտի երգենք, ես չէի երգում մամայիս հետ, երբեք չեմ կարողացել երգել, որովհետև նա կրակ էր, նա բարձրանում էր բեմ եւ փակվում էր շուրջդ ամեն ինչ, ոչ մեկ բացի իրանից ոչինչ չէր տեսնում։ Դժվար է, ինչքան էլ լավագույն երգչուհի լինես, լավագույն հագուստը հագնես, չգիտեմ, ավելի ակտիվ արտիստ լինես, երբ կա ինչ-որ մեկը, որը կրակ է բերում բեմ, մեկ է ուշադրությունը միշտ նրա վրա է լինում։ Ինձ համար դա էր երևի մի քիչ վախենալու եւ պատասխանատու, որովհետեւ ես գիտեի, որ միշտ ինքն է լինելու գլխավոր դերում եւ այս ելույթի հետ կապված նույնիսկ ուրախ էի եւ շնորհակալ էի, որ կա այդ հնարավորությունը, որ նա եւս մեկ անգամ կարող է փայլել բեմում։ Ընտրեցի Արևոտ անձրևը Ռոբերտ Ամիրխանյանի երգացանկից, որը մայրս էր երգել, միջայլոց այդ երգը Մուրզոն մոտապես 6 ամիս աշխատել է այդ երգի վրա դեռ 90-ականներին, առավել պատասխանատու էր, որովհետև եթե նրանք այդքան երկար էին նախապատրաստվում այդ երգին, ես պետք է անեի ամեն ինչ, որպեսզի չփչանար ոչինչ, մայստրոն էլ մի քիչ այլ կերպ է վերաբերվում իր երգերին, պետք է ոչ մի նոտա չփոխվեր, ոչ մի տարօրինակ բաներ չլինեին։ Առավել բարդ էր այն մարդկանց համար, ովքեր աշխատում էին տրակի վրա, Դավիթ Բադալյան, Տոկիո 9-ի, ով որ պատասխանատվությունը վերցրեց իր վրա, որովհետև մամայիս ձայնագրություններից ոչ մի բան չկար պատրեկովի հասկացողությունը, որ մենք գիտենք երաժշտական տերմիններով, որ ձայնը առանձնացվում է երաժշտությունից, այդ ամենը չկար, որովհետև ձայնագրությունը տեղի է ունեցել 90-ականներին եւ բնականաբար արդեն հասկանալի ամեն ինչ։ Այստեղ եկավ օգնության AI-ը, որը ինձ համար բացեց մի այլ աշխարհ, ես հասկացա, որ ինչ ենք մենք անում, եթե AI-ը քո փոխարեն ամեն ինչ կարողանում է անել, մենք ինչ ունենք էլ անելու, ինչ պետք է անի կոմպոզիտորը, ինչ պետք է անի ձայն հնչյունային ռեժիսորը, ամեն ինչ AI-ը կարգավորեց։ Բնականաբար դժվար էր մի քիչ այն փաստը, որ այն ժամանակաշրջանի սաունդը եւ իմ այսօրվա երգածը միկրոֆոնների տարբերությունը, տեխնոլոգի տարբերությունը, այդ ամեն ինչը մի քիչ առանձնացվելու էր, բայց աշխատանքները բերեցին նրան, որ մենք կարողացանք այդ ամենը անել։ Բնականաբար Երևանից թիմը, ովքեր աշխատում էին լեդերի վրա, Արտուրը Մանուկյան, Աշոտը, ովքեր օգնեցին մեզ ամեն ինչ արագացված կերպով բերել, հասցնել մի քիչ ավելի այս օրերին։ Իսկ էմոցիաների տեսանկյունից քեզ համար այդ պահին էկրաններին տեսնել մայրիկին, լսել նրա ձայնը այդ մեծ բեմից։ Ի սկզբանե նախապատրաստական աշխատանքներն էին դժվար, որովհետև ստիպված ես գնալ հետ, արխիվ փորփրել, գտնել վիդեոներ, գտնել կադրեր,
լսել վիդեոների մեջ ինչ որ հիշողություններ, գնալ հետ, երբ ամեն ինչ շատ գեղեցիկ էր եւ այլ կերպ։ Մենք նույնիսկ մեր SMS-ների չաթերում ունենք երևի թե քո չաթի մեջ մնացած կլինի թե ինչպես էի ուղարկել վիդեոն այնինչը գտել էի եւ ուրախ էի որ գտել եմ այդ վիդեոն եւ նաեւ շատ հուզիչ էր ինձ համար։ Ի սկզբանե դու որպես ռեժիսոր ինձ հանձնարարություն տվեցիր բեմում, որպեսզի ես անպայման պատտվեմ եւ լեդի հետ, կամերայի հետ, մամայիս հետ երգեմ։ Այդ պահը կարող եմ խոստովանել, չկարողացա անել։ Ես ուղղակի մնացի անկյունում, որպեսզի կարողանամ ինձ զսպել։ Մարդկանց ռեակցիաները, դահլիճից ծափերը, դեմքերը, այն մարդիկ, ովքեր ինձ հետ հավասար հուզվեցին, դա եւս բարդացնում էր այդ պահը, այդ ընթացքը, բայց ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Ես ուզում էի բեմից մի քանի խոսք ասել, բայց թողեցի այդ պահը, որպեսզի մնա մի քիչ գեղեցիկ։ Ուզում էի ասել նրա մասին, որ ինչքան արտիստներ ունեն ուսուցիչներ, ինչքան արտիստներ երգում են առանց հասկանալու, որ նրանք չէին կարող երգել առանց ուսուցչի խառնվելու։ Կան պատմություններ շատ ծիծաղալու, որոնց մասին երբեք չեմ խոսացել, բայց գիտես, որ կան երգիչներ, որ նրանք հայտնի են, բայց նրանց հայտնի դարձնելու համար մամաս եւ պապաս իրար հետ վիճել են, հա։ Չեն վիճել, պապաս ասում էր չի դառնա այս մարդը։ Իրար հետ պայմանավորվում էին, մամաս ասում էր չէ, կդարձնեմ, պապաս ասում էր չես դարձնի։ Այսօր այդ մարդկանցից շատերը ամենահայտնիների անուններից են։ Օրինակ։ Եվ նրանք նույնիսկ չեն պատկերացնում ինչքան պիտի շնորհակալ լինեն այն ուսուցիչներին վոկալի, ովքեր աշխատել են իրենց վրա, բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատել են նրանց բեմական վարպետության հետ կապված, առհասարակ ամեն մի կոշիկի հագնելուց մինչև մազի սանրվածքը աշխատվում էր ամեն երեխայի արտիստի վրա։ Չեմ ասելու անուններ, թող իրանք իրանց համար ուրախ հայտնի ապրեն։ Բայց ես ուզում եմ, որպեսզի մարդիկ իրանց, ես հիմա խոսում եմ ոչ թե իմ մամայի ֆակտորը, այլ ես հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ վոկալի ուսուցչուհուն, օրինակ Էմմա Վարոսովնային, ով ժամերով, վայրկյաններով իմ վրա ժամանակ է ծախսել։ Եվ ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուր մարդ, ով որ տետ կապ է ունեցել որևէ մեկի հետ, ով որ իրեն սովորեցրել է ինչ-որ բան, հիշեն նրանց կենթանի օրոք։ Երբ խոսեցի AI-ի մասին, ինձ համար դա շատ հուզիչ էր, որովհետև այսօր AI-ը եւ շատ մարդիկ գիտեմ, ովքեր գնում են փսիխոլոգի ChatGPT-ի մոտ։ Վիրտուալ մասնագետի մոտ են գնում։ Երգեր են պատրաստում վիրտուալ, ամեն ինչ վիրտուալ։ Պետք է գնահատեք այն մարդկանց, ովքեր իրենց ընտանիքը թողել են, իրենց կյանքը թողել են եւ իրենց ժամանակը տրամադրել են ձեզ, որպեսզի այսօր դուք կանգնեք բեմում, երգեք, հայտնի լինեք, նկարվեք, ստորի անեք եւ քանակների վրա, վյուերի քանակների վրա ուրախանաք։ Այս պահին ես գտնվում եմ The Grigorian Law Firm-ում եւ իմ կողքին է փորձառու եւ հայտնի իրավաբան Աննա Գրիգորյանը։ Միասին մենք ամփոփում ենք տարվա կատարված աշխատանքները։ Աննա, նախ շնորհավորում եմ ամանորի կապակցությամբ եւ գիտեմ, որ 2025-ը շատ բուռն եւ աշխատանքային տարի է եղել գրասենյակի համար։ Մի քանի բառով կցանկանայի ամփոփել տարին։ Այս տարի ունենք շատ մեծ փոփոխություններ, ամեն ձևով փորձեցինք օգնել մեր հայրենակիցներին։ Ամենաուրախալին այն է, որ նկատեցի, որ ավելի շատ հետաքրքրություն կա wills and trust-ի եւ ունեցվածքը պաշտպանելու ոլորտում։ Ունեցան кейսեր, որ փրկեցինք ընտանիքի եւ ունեցվածքը, եւ եթե ունեին դժբախտ պատահար, կարողացան ճիշտ ձևով իրենց ունեցվածքը պաշտպանել։ Accident-ի кейսեր, երբ որ ունեցան, կարողացանք բարձր մեծ հատուցումներ ստանալ մեր կլիենտների համար։ Հույսով եմ գալիք տարում չի լինի accident-ներ, բայց եթե լինեն, պատրաստ ենք օգնել մեր հայրենակիցներին, պատրաստ ենք ամեն կյանքի փուլում իրենց օգնել, որ իրենց իրավունքները պաշտպանված լինի եւ իրենց ձայնը լսված լինի։ Եվ իսկապես թող 2026-ը լինի առողջ եւ հաջողակ տարի եւ հիշեք, որ Grigorian Law Firm-ում ձեզ սպասում են սրտաբաց։
Դե ինչ ես գտնում եմ ALA Renovations գրասենյակում, որտեղ այս նախատոնական օրերին մանավանդ ձեզ առաջարկում են ֆանտաստիկ զեղչված արժեքներ 0% կանխավճարով դուք կարող եք ունենալ ձեր երազանքի solar համակարգը։ Ժողովուրդ, solar համակարգը ես օգտագործում եմ անձամբ եւ վստահ կարող եմ ասել, որ երջանկություն է ունենալ solar համակարգ, որովհետեւ ամսվա վերջին դու էլեկտրականության համար չես վճարում։ Իսկ եթե ունես էլեկտրական մեքենա, ապա քո երջանկությունը կրկնապատկվում է, որովհետեւ չես վճարում նաեւ բենզինի համար։ Իսկ ALA-ի առավելությունը կայանում է նաեւ նրանում, որ նրանք գործում են 3-ը մեկում համակարգով, այսինքն տեղադրում են solar համակարգեր, վերանորոգում են ձեր տանիքը, որովհետև դա պարտադիր պայման է 30 տարվա warranty ստանալու համար եւ նաեւ կարող են իրականացնել ձեր բակում, ձեր տանը ամենատարբեր շինարարական աշխատանքներ։ Դե ինչ, անպայման դիմեք այս ընկերությանը, ստացեք ֆանտաստիկ առաջարկներ, հրավիրեք նրանց, նրանք կգան, ձեզ խորհուրդներ կտան եւ իհարկե տեղադրեք solar համակարգներ, որովհետեւ դա լավագույն ճանապարհն է խուսափելու էլեկտրական էներգիայի համար ստացվող հսկայական բիլերից։ Գովազդային այս ինտեգրումը կհետաքրքրի հատկապես մեր հայրենակիցներին ու իրավաբաններին, ովքեր ցանկանում են մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում օրինական տարբերակով։ Այսօր ձեզ պատմելու եմ Մայամիի Հոլիվուդ քաղաքում գտնվող 21 Hollywood բնակելի համալիրի մասին, որը ճարտարապետական գլուխգործոց է 14 հարկանի եւ լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել նաեւ ներդրողների համար։ Այս ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս ներդրում կատարել օրինակ $800,000-ից սկսած եւ առաջիկա 5-ից 7 տարիների ընթացքում վերադարձնել այդ գումարը, միաժամանակ նաեւ մշտական կամ ժամանակավոր բնակության հնարավորություն ստանալ Միացյալ Նահանգներում ամենաօրինական ճանապարհով։ Այս ներդրման շնորհիվ դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով EB5 ծրագրով դիմել մշտական բնակության, այդ թվում նաև ձեր ընտանիքի անդամների համար։ Այսպիսով դիմող կողմը, այսինքն ներդրողը, հնարավորություն ունի ժամանակավոր, ապա նաև մշտական բնակության հնարավորություն ստանալ EB5 ծրագրով իր կնոջ, այդ թվում նաև մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։ Ստացվում է այսպիսով դուք այս նախագծում կարող եք ներդրում կատարել, որը չափազանց հեռանկարային նախագիծ է ոչ միայն իր դիրքի, այլ նաև իհարկե ճարտարապետական գլուխգործոց համարվելու շնորհիվ եւ միաժամանակ ապագայում այն կարող է ձեզ մեծ եկամուտներ բերել, քանի որ այն չափազանց հեռանկարային ծրագիր է։ Միաժամանակ դուք ընտանիքի անդամներով հնարավորություն կստանաք ժամանակավոր, ապա նաև մշտական բնակություն հաստատել այս համալիրում։ Մինչդեռ նաև պետք է նշել, որ 21 Hollywood-ը հիանալի բնակելի համալիր է, որը ներառում է ոչ միայն բնակարաններ, այլ նաև ընդհանուր օգտագործման ֆանտաստիկ տարածքներ, մանկական այգիներ, կինոսրահ, խանութներ, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է գեղեցիկ ու ապահով կյանքի համար։ Վստահ եմ, մեզ դիտում են նաև իրավաբաններ, ովքեր փորձում են լուծել մշտական թվացող հարցը, թե ինչպես օրինական ճանապարհով ներդրողների մշտական կամ ժամանակավոր բնակությունը հաստատել Միացյալ Նահանգներում։ Այս նախագիծը կօգնի ձեզ, առավել մանրամասների համար կարող եք այցելել կայք կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Եմ ասացիր, որ մամայի հետ խուսափում էր ելույթ ունենալ եւ այդ ելույթներից մեկը այնուամենայնիվ իմ մոտ շատ տպավորվել է, դա Benefis-ի վերջում կաբարե երգներ, որը միասին կատարեցիք։ Նադյան արդեն վատառողջ էր այդտեղ։ Շատ հազիվ դժվար էր երգում։ Շնչառությունը չէր կարողանում պահել, որովհետև յուրաքանչյուր երգչի համար ամենակարևոր բանը դա շնչառությունն է։ Եթե դու քո շնչառությունը կարող ես պահել, հավերժ կարող ես երգել։ Այդ պայմաններում երգել որևէ երգ ոչ մի մարդ դժվար չէր կարողանա, բայց նա կիսա արտասանելով, խաղարկային դարձնելով երգը երգեցինք այդ երգը, պապայից գրված երգը։ Պապան էր գրել այդ երգը։ Այո։ Հետաքրքիր է։ Եմ Նադյան նաև հասարակական գործիչ էր, բացի նրանից, որ հայտնի երգչուհի, ամենասիրուն երգչուհին է նախ եղել երևի թե սովետական եւ հետսովետական էստրադայի, բայց շատ կարևոր մի կետում ինքը ընդգրկվեց քաղաքականության մեջ։ Եթե չեմ սխալվում, հենց Շամիրամ էր, չէ՞, կոչվում կուսակցությունը։ Այդ տարիներից ինչ ես հիշում եւ արդյոք հետո Նադյան փոշմանել էր, որ նման գործունեություն է ծավալել։ Երբ ես հիշում եմ շատ հավաքույթներ էին մեր տանը լինում, տարբեր մարդիկ էին գալիս գնում, քաղաքական գործիչներ, արվեստագետներ եւ այլն, բայց այդ ժամանակահատվածում, երբ որ արդեն խոսակցությունները գնացին падգամավոր ընտրվելու հետ կապված, ես հիշում եմ, որ
մամաս ու պապաս այդքան էլ չէին ուզում, բայց այդ ժամանակ շատ մոտ հարաբերություններ էին, նաև բարեկամական կապեր կային ընտանիքի պապայիս կողմից Վանո Սիրադեղյանի հետ, նա ասաց, որ անպայման ուզում է, որպեսզի մամաս լինի падգամավոր, հավաքվեց թիմ հզոր կանանց բոլորը ամեն մարդ անհատականություն հավաքվեցին, որպեսզի ազգային ժողովում լինի նաև կանանց կազմակերպություն, կուսակցություն։ Եվ այդ բոլոր օրերին ես շատ լավ հիշում եմ ինչեր էր կատարվում մեր տանը։ Մամաս իրականում չէր ուզում, որովհետև նա միշտ եղել է ճշտի կողմը, նա սիրել է, որ ամեն ինչ լինի մաքուր, պարզ, ճիշտ, որտեվ հանդիսատեսը իրան այդպեսին է ընդունել եւ սիրել, եւ նա չէր ցանկանա իր կերպարը փոխվեր գնար դեպի այլ կողմ, բայց նաև կար ուրիշ հարց, լիքը հարցեր, որոնք կօգնեին արտիստին, երիտասարդ աճող սերնդին երաժշտական ուղղությամբ արվեստի գծով օգտակար լինելու եւ հեղինակային իրավունքների միջալոց հեղինակային իրավունքները հենց այդ ժամանակ մամայիս օրոք է այդ հարցը բարձրացվել եւ բացվել այդ կազմակերպությունը, մինչ այսօր որ գործում է Եվ շատ երեխաներ Շամիրամ կազմակերպության շնորհիվ գնում էին արտասահմանում սովորում էին, ջութակահարներ, կլասիկ երաժիշտներ, տարբեր ուղղությամբ բավականին լավ օգտակար գործերով էր զբաղվում կազմակերպությունը, բայց կար մի օր, երբ արդեն մամաս ասաց եկավ մի օր, որ ասաց, որ ես էլ չեմ կարողանում, ինքն է իր հրաժարականը տվել։ Ասեմ, ազգային ժողովից ինձ շատ լավ հիշողություններ ա մանկուց մնացել, շատ լավ պերաժոկներ էր բերում մամաս բուֆետից։ Շատ համեղ էին։ Բայց երևի իրան շատ էր խանգարում, որովհետև ինքը ուզում էր ավելի շատ ժամանակ անցկացնել երաժշտության գծով, համերգների, քան քաղաք։ Ես մի անգամ Բայց մի բան կար, շատ ծիծաղալու խոսքը կտրեմ պատմեմ։ Միշտ ամեն անգամ, երբ մամաս ազգային ժողովում էր, կռիվ էր լինում։ Եվ падգամավորները իրար մեջ էին կռիվ անում եւ պետք է իմիջայլոց դիմեմ հանրային հեռուստատեսությանը արխիվից խնդրեմ։ Մամաս գնում էր բոլորին բաժանում էր, խառնվում էր, որպեսզի կռիվը բաժաներ։ Պապաս էլ տելևիզորի դիմաց կանգնում էր, գնային կողմ, վախենում էր, որ հանկարծ իրան չկպնի հարվածները։ Մի խոսքով մամաս միշտ եղել է կենտրոնում, որտեղ կարող էր ինչ-որ բան դեպի լավը գնալ կամ դեպի փոխվեր ավելի լավ կողմը դեպի։ Ես հիշում եմ Նադիայի նստացույցը դեսպանատան առաջ, ճիշտ եմ հիշում, նման բան եղել է։ Չէ, նստացույց չի եղել, ուղղակի ցուրտ էր, գնացել էր, որ վատ առողջ չէր, խնդրել էր, ասել էր, որ կարող եմ շուտ մտնել ցուրտա, իրան փեչ էին բերել դուրսը դրել, որպեսզի ինքը չմրսի սպասել։ Բայց էլ ինչ-որ ակցիա էր, որ տենց շատ մեծ ռեզոնանս էր գտել։ Ակցիա եթե լիներ մամաս այսօր, մամայիս առաջին տեղում միշտ եղել է, մամաս Զանգեզուրցի է իրան միշտ համարել եւ չնայած որ ծնվել է Երևանում, բայց արմատներով բոլորը կամ Մեղրիից էին, Ագարակ, Մեղրի, Քաջարան, Ղափան, այդ ամբողջ Զանգեզուրի այդ հատվածը մամայիս համար դա ոսկու պես թանկ կամ ավելի ինչ ասեմ like a gold, կարևոր բան է եղել, եւ միշտ ասում էր, եթե ինչ-որ թեմա բարձրանա Մեղրի հետ կապված, ես առաջին գծում եմ կանգնելու։ Մամաս եղել է միշտ պայքարողի կերպար, որպեսզի կարողանա որևէ բան տանել դեպի լավը։ Մենք Նադիային ընդունում ենք նենց ոնց որ ինքը մեր Նադիան էր եւ ինքը ես ընդամենը չգիտեմ 20 տարեկան է երևի, երբ նոր էի ծանոթացել, 19 տարեկան է, ինքը իմ հետ շփվում էր որպես 20 տարեկանի հետ, 19 տարեկանի հետ եւ այլն։ Եվ միշտ հավասարը հավասարին է շփվել, երբեք այնպես չի արել, որ մենք հասկանանք, որ մեր առաջ կանգնած է լեգենդար կին։ Բայց իր մեծությունը ամբողջությամբ ես ընկալեցի, որտեղ այդպես էլ իրան ցույց է տվել եւ մենք չենք այդ տարիքում խորացել, թե ինչ մեծ գործեր է արել։ Մեծությունը ես հասկացա, երբ միասին մեկնել էինք Մոսկվա, դու կարծեմ չկայր այդ ժամանակ մեզ հետ, հետո մոտեցար, միացար արդեն Արտեկում, Յալտայում, բայց այդ ժամանակ մենք Մոսկվա էինք մեկնել նախընտրականի եւ այնտեղ Կրուտոից սկսած մինչեւ ռեժիսորը Ռուբյանցովը եւ այլն բոլորը Նադիային ընդունում էին այնպես, ինչպես կընդունեին Պուգաչովային, Դոլինային եւ մնացածին եւ ուղակի հաշվի էին նստում ամեն վարքյան իր հետ եւ իր բերած 5 արտիստների թե ով պետք է ընտրվի եւ արդյունքում բոլորին էլ կարծեմ ընտրեցին այդ փուլում։
Դու հասկանում ես, թե ով էր մայրդ ողջ իր մեծությամբ։ Հիմա ավելի լավ եմ հասկանում։ Առաջ այդ երբ կողքդ է լինում, երբ տեսնում ես այդ ամեն ինչը մի քիչ սովորական է լինում, բայց հիմա եմ հասկանում։ Եվ երբ լուրը տարածվեց մամայիս հետ կապված, ես ռուսական շոու բիզնեսից նենց մարդկանց կողմից էի SMS-ներ ստանում, զանգում լացում էին, ինձ համար շատ հուզիչ է եղել այդ ամենը։ Իրականում այդ պահին չես նկատում ով կա այդտեղ, ով է գալիս, ով է գնում, ով եկավ, ով չեկավ, բայց կան բաներ, որ չես կարողանում չնկատել, որ աշխարհի, չգիտեմ, որ անկյունից մարդիկ են գալիս, հասնում կամ զանգում, ինձ համար դա բնականաբար ցավալի էր ինչի համար են եկել, բայց նաև այդ հարգանքը, որը չէ որ մամաս էլ չէր տեսնելու, որ իրանք եկել են, բայց այդ հարգանքը մինչ այսօր ես տեսնում եմ։ Գիտես, Մհեր, ամեն տարի հոկտեմբերի 16-ի գիշերը, 12-ին ժամը մոտավորապես մեր տան դուռը գիտենք ով է ծեծում առաջինը։ Եվ որ գլազոկի մեջ նայում ես, տորթով մոմա դրված լինում, իմ ծնունդին, մամայիս ծնունդին, Պալինա Բագուսևիչը, մամայիս վերջին աշակերտը, ում հետ միասին հաղթեցին Եվրատեսիլը Մոսկվայի համար։ Շատ ծիծաղալու էր, որ մենք Եվրատեսիլի ժամանակ հայկական դելեգացիայի մեջ նստած ռուսական դրոշն էինք ծածանում, դա մի քիչ իհարկե դավաճանություն էր ինձ համար, բայց մամայիս ամենասիրած աշակերտն էր, հաղթեց եւ այսօր հիմա Լոս Անջելեսում գործունեությունն է իր ծավալում, երգում է, ձայնագրվում է ամեն առիթի դեպքում ինձ նկար է ուղարկում, ոնց է գնացել եկեղեցում մոմ վառել մամայիս համար, վերջին մեր ելույթի ժամանակ միջայլոց ցույց կտամ։ Այն մարդիկ, ովքեր մամայիս շնորհիվ եկել են ասպարեզ, գյուղերից ընտանիքներով, աշխատանքի տեղավորելով, ամեն ինչով, այդ մարդկանց մեծ մասը այսօր չեն էլ հիշում։ Ես պարտավոր չեն ինձ զանգեն, հասկանում ես, ինձ ճիշտ հասկացի, ինձ պարտավոր չեն մարդիկ զանգեն շնորհակալություն հայտնել, բայց գործողություններով ինչ որ բան տեսնում ես։ Եվ տեսնել ոնց է ուրիշ ազգի երեխա հիշում միջև օրս չէ, հա։ Չի մնում։ Ուրեմն ելույթից հետո ուղարկում է նկար, ինքը լացելուց, արցունքները աչքերին ու խնդրում է, որպեսզի այս վիդեոն ես իրան առանձին ուղարկեմ անպայման։ Ասած ես ինչ է, օտար ազգ, ընդհանրապես հայերեն դաժե մի բառ չգիտի, բայց ամեն տարի նույն օրը, նույն ժամին հիշում է եւ այո։ Կանգնած է մեր տան դռան դիմաց։ Մաման զարթնում է, ասում է, գիշերով տորթ ենք ուտում։ Չեք զարթնացնում ինձ ու Մարտինին։ Մենակ ուտում ենք։ Ոչ մյուս անգամ կզարթնաս։ Հա։ Եմ դու այդտեղ դժվարությամբ զսպեցիր նաև արցունքներդ։ Ես գիտեմ, որ դու անդադ տրամադրվում էիր, որ չհուզվես, չլացես, բայց քեզ դա գրեթե չհաջողվեց եւ բոլորը նաև շատ հուզվել էին։ Իմ համար ամենահուզիչ հատվածը աուդիտորիայի քեզ ջերմ ընդունելն էր։ Ես պիտի լինեմ անկեղծ եւ ունեի մտավախություն, որ մեր մտածված համարը գուցե ժամանակակից աշխարհում չհասկացվի եւ նաեւ այս օրերին մարդիկ միշտ հեռու են մնում էմոցիաներից, ավելի շատ տեխնիկական կամ զվարճանքի գործոնն է առաջ գալիս եւ մրցանակաբաշխությանը, որտեղ մարդիկ տոմս են առել գալ լսելու ուրախ երգեր, կարող է այդ ելույթը չգնահատվել ըստ հավուր պատշաճի եւ միաժամանակ նաեւ դու էլ վաղուց չէիր եղել եւ վաղուց չէիր երգել, մտածում էի, որ ջերմ կլինի, բայց չէի պատկերացնում, որ այդքան եւ ամենահիշվող համարներից մեկը կամ ամենահիշվող համարը հենց դա կլինի։ Այդ հուզականության հետ կապված ինչ կասես քո հուզվելու եւ մարդկանց ջերմության։ Ինչքան էլ չհուզվես, գիտես, մենք փորձում ենք անընդհատ, ես անձամբ իմ մասին եմ ուզում խոսել, ես միշտ փորձում եմ ժպտալ, ուրախ լինել, որպեսզի դիմացինս երբևիցե այդ ծանր էներգետիկան ինձնից չվերցնի եւ իր օրը չփչանա։ Այնքան եմ ժպտացել, այնքան եմ միշտ ուրախ
ձևացրել ինձ, այնքան եմ փորձել ուրիշին նեղություն չտամ, որ երբեմն մոռանում եմ, որ իմ մեջ բավականին շատ վիշտ է թաքնված։ Եվ ոչ թե եղել, այլ մինչ այսօր, որովհետև չես կարող չփաստել այն փաստը, որ ինչու պետք է օրինակ ես 26 տարեկանում օրինակ այլևս հորս չունենայի կամ ավելի ուշ 34 տարեկանում մայրս էլ չլիներ այնպիսի մարդիկ, ովքեր ինչ որ բանով օգտակար են եղել այս աշխարհին մարդկանց համար։ Բայց միևնույն ժամանակ չեմ չարացել, չեմ դարձել այլ տեսակի մարդ, որը կարող է ասել, ինչի՞ էս մյուսը կա, էս մյուսը չկա, իմ մաման չկա, մյուսը կա, չէ։ Ուրեմն դա իմ կյանքն էր, դա իմ ճակատագիրն էր, դա այն էր, ինչով ես պետք է անցնեի, բայց փառք Աստծո թաքցնելով, ժպիտով եւ այլն փորձում եմ գնալ առաջ։ Վիշտը բնականաբար կա։ Տխուր եմ, էմոցիաները, այդ բեմում, գիտես ոնց բարձրանում ես երգելու, դա քո փայլելու վարքյանն է եւ մտածում ես նրա մասին, էլի պիտի լացեմ։ Բայց երաժշտությունը, երգը ամենամեծ ուժը ունի, ասում են հոտառությունը եւ երաժշտությունը ամենաազդեցիկ հիշողություններն է բերում, հետաքրքիր, ամենաուրախ բաները կարող ես հիշել հոտով, հոտառությամբ, ինչ որ մեկի հոտով, ինչու է մամաս, որ գնում էր արտասահման համերգների, իր սվիտերը կամ ժակետը թողնում էր մորքուրիս մոտ, մորքուրս հագնում էր, որպեսզի ես մամայիս հոտով կարողանամ իմանալ, որ մամաս կողքս է։ Նույն կերպ երաժշտությունը, Մուրզոյի արանժիրովկան անհնարին էր հենց այնպես անցներ, որովհետև այնտեղ մայեստրոյի Ռոբերտ Ամիրխանյանի ակորդները, այդ ջութակների հնչողությունը, այդ ամեն ինչը անհնարին էր չլացել։ Բայց միևնույն ժամանակ մտածում ես, օքեյ, վсё, չենք լացում։ Ամեն դեպքում միայնության զգացում հաճախ է քեզ համակում։ Հաճախ ես խոսում ծնողներիդ հետ, մտածում իրենց մասին, չգիտեմ, կյանքի իրականությունը, ակնթարթները վերլուծում, եթե իրենք լինեին, ինչպես կնայեն այդ հարցին։ Շատ դժվար է, որովհետև առհասարակ ես երբևէ որևէ բան անելիս միշտ առաջինը պապայիս էի հարցնում կարծիքը։ Մամաս միշտ ավելի խիստ էր ինձ դատում, պապաս ասում էր, չէ, միշտ լավն էր ասում, ինձ փորձում էր գեղեցիկ խոսքերով ոգևորել։ Իսկ մամաս միշտ փորձում էր ինձնից ավելի լավը պահանջել, ավելին պահանջել, միգուցե երևի հենց նրա համար, որ այսօր ես կարողանամ ուղղակի խոսել եւ հասկանալ իրականությունը, որ սա է։ Խոսում եմ միջ եւ այսօր եւ հավատում եմ, որ պատասխան եմ ստանում գործողությունների միջոցով։ Միայնակ եմ եւ այդ իսկ պատճառով բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն մի երեխա, միշտ փորձում եմ ասել, անպայման ունեցեք երկրորդը, կապ չունի, դա նույն սեռն է, թե այլ սեռ է։ Միշտ պետք է երեխան ունենա քույր կամ եղբայր, չնայած ես ինձ միայնակ երբևիցե չէի զգում, որտեվ մեր տունը լիքն էր։ Երևի թե դա էլ պատճառ էր, որ դորեմին եղավ, որպեսզի միշտ շրջապատված լինեմ երեխաներով, մինչ այսօր իմ կողքին են շատ լավ ընկերներ ունեմ մեր դորեմից, որ ընտանիքի պես ենք մեծացել, բայց դա երբեք նույնը չէ։ Դա երբեք չի կարող փակել այն բացը։ Այո, միայնակ եմ, բայց երեխաներիս զբաղվածությամբ եւ ամուսնուս շնորհիվ, ով ինձ փորձում է կյանքում ամեն ինչը գեղեցկացնել, տալ այն սերը, որը ես գուցե նույնը չի, բայց բացը փորձում է լրացնել, երեխաների զբաղվածությունը տանել այստեղ, այնտեղ, դպրոց, շախմատ, չգիտեմ, թենիս, բասկետբոլ, այդ ամենը ինձ զբաղված է պահում, բայց իրականում, այո, երբ պարկում ես քնելու, ինչ որ բաներ գալիս է եւ երբեմն նաեւ ինքս ինձ հետ լացում եմ, խոսում եմ եւ դա ոչ մեկ չի տեսնում, որտեւ իմ վիշտն է։ Եմ դու ունեիր եղբոր կամ քրոջ կարիք, երբ պատանի էիր, դեռահաս էիր, երեխա էիր։
Ես շատ մոտ եմ եղել իմ հորաքրոջ տղայի հետ եւ եթե չգիտեք, շատերը չգիտեն երևի, ես ունեմ նաեւ եղբայր, որը պապայիս առաջին ամուսնությունից զավակն է եղել, մենք իրար հետ շատ մոտ ենք եղել։ Եվ ես ինձ կարելի ասել այդ ժամանակ, երբ փոքր էի, միայնակ այդքան էլ չեմ զգացել։ Իսկ հետագայում ձեր հարաբերությունները կապը ինչպես ստացվեց։ Պապայիս մահից հետո շատերի մոտ ամեն ինչ փոխվեց, հարաբերությունները փոխվեցին, կարծես ես մնացի միայնակ իմ մամայի հետ, մորս կողմը ընտանիքը շատ մեծ է, ունեմ շատ քեռիներ, մորքուրներ, որոնք մեջքիս կանգնած են ամեն կերպ, երբ հայտնվում ենք Երևանում, ուղղակի ամբողջ օրս լցնում են հանգստությամբ, ուրախությամբ, երեխաներիս տանել բերելով, զբաղված պահելով, ուրախություն տալով։ Եվ ամենակարևորը մորքուրս Անուշը, որ իմ կյանքի հիմա երևի թե ամենաթանկ մարդկանցից մեկն է, որ ինձ փորձում ամեն ձև լրացնել, մամայի տեղը փորձում ա կողքս լինի, նույնիսկ երբ որ կանաչ հագուստը պիտի հագնեի, շատերը իմիջայլոց կոմենտներում բոլորը ինձ հարցնում են, գրում են, օ, ինչ գեղեցիկ տեսք ունի հագուստը, ինչքան լավ ես պահպանել այս ամենը, որ չի փչացել եւ այլն։ Դեռ ավելի հին հագուստներ մամայից ունեմ մնացած, որոնք նույն լավ խնամված վիճակում են եւ դա մորքուրս է, մորաքույրս ամեն ինչ պահում է։ Ավագյան Law Firm-ում եմ, որտեղ փորձառու եւ հայտնի իրավաբանները հավաքվել են մեկ հարկի տակ օգնելու մեր հայրենակիցներին առավել օրինական ճանապարհով բնակվել այս երկրում։ Հենց Թեմինա Ավագյանն է իրավաբան իմ կողքին, ով հիմնադրել է այս կազմակերպությունը, եւ այսօր միասին մենք նրան հղելու ենք հարցեր, որոնք դուք եք ցանկացել ճշտել։ Ողջույն Թեմինա, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել։ Ողջույն Մհեր։ Ես մշտապես ընդհատում եմ ձեր աշխատանքային գործընթացը, բայց դա անում ենք լավ նպատակով օգնելով մեր դիտորդներին։ Թեմինա, շատերը խնդրում են ճշտել, արդյոք բարդացել է իրավական ոլորտը Միացյալ Նահանգներում նախորդ տարիների հետ համեմատած։ Այո, Մհեր, անշուշտ բարդացել է, նույնիսկ առաջին հայացքից հասարակ թվացող ընտանիքի վերամիավորման գործերը այժմ ավելի խիստ են ստուգվում եւ այստեղ շատ կարեւոր է ունենալ պրոֆեսիոնալ մասնագետ ձեր գործի ընթացքում, իսկ մեր իրավաբանական թիմը լուծում է նույնիսկ բարդ թվացող խնդիրները։ Հիանալի է, ես նաև նշեմ մի փոփոխության մասին։ Իրավաբանական այս գրասենյակը առանձնանում է շատ գրասենյակներից այն պարզ պատճառով, որ այստեղ աշխատում են մեծ թվով պրոֆեսիոնալ եւ փորձառու մարդիկ, եւ ձեր кейսը պարզապես մի հոգու կարծիքով չի կառուցվում, այլ բազմաթիվ կարծիքներ են հաշվի առնում, ճիշտ եմ ընկալում այդ ինֆորմացիան։ Այո, այդպես է, Մհեր, գործի վրա աշխատում են տարբեր իրավաբաններ եւ ինչպես բժշկության մեջ այստեղ էլ տարբեր կարծիքների համադրմամբ մենք գտնում ենք լավագույն լուծումը։ Հուսանք, որ 2026-ին եւս դուք կշարունակեք մնալ Ավագյան Law Firm-ի հետ եւ ավելի օրինական եւ առավել պրոֆեսիոնալ մասնագիտական օգնությամբ բնակվել Միացյալ Նահանգներում։ Այս պահին մենք գտնվում ենք Գլենդելում ամենագեղեցիկ զարդերի խանութ-սրահներից մեկում։ Խոսքը Ari Depot-ի մասին է, որն առաջարկում է լավագույն ոսկյա եւ թանկարժեք զարդերի հավաքածուները։ Այստեղ գործում է իհարկե լավագույն գնային քաղաքականությունը եւ միաժամանակ իհարկե դիզայներական ֆանտաստիկ լուծումները։ Իմ կողքին բրենդի համահիմնադիրն է Եվա Պողոսյանը, ողջույն Եվա։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել։ Եվա, մոտենում են տոները եւ զարդեր գնելը շատերի համար ավանդույթ է, նաեւ նոր տարվա կապակցությամբ եւ նվերների տեսքով։ Ինչ նորություններ կան եւ ինչ առաջարկներ կան տոների հետ կապված։ Շատ գեղեցիկ տարբեր գների եւ մատչելի եւ շատ հանգարժեք գեղեցիկ զարդեր ունենք, branded եւ մեր ուրիշ բրանդերի, ունենք արծաթյա ոսկե պատած եւ ռոդիում պատած եւ ունենք շատ գեղեցիկ թենիս նեկլեսներ եւ բրասլետներ։ Եվա ջան, մենք սիրում ենք միշտ խոսել փաստերով եւ ցույց տալ այն ամեն ինչի մասին խոսում ենք։ Եկեք միասին ընտրենք 3 մատչելի տարբերակ եւ 3 ոչ այնքան մատչելի, բայց արժանի տարբերակ։ Շատ լավ։
Եվ այ հետ միասին մենք ընտրեցինք 3 տարբերակ՝ մատչելի, միջին եւ ոչ այնքան մատչելի, բայց արժանի եւ գեղեցիկ տարբերակ։ Կխնդրեի պատմեք զարդերի մասին եւ նաեւ որոշակի գրային քաղաքականությանն էլ ծանոթացնեք։ Մենք ունենք արծաթ ոսկե պատած գեղեցիկ կոմպլեկտ, որը որ inspired by the Palace of Versailles, այսպես ասած, որ իր գեղեցիկ ինքը Վերսալյան թեմայով, այն ամեն ինչ, որ արծաթ ոսկե ջրած է, նաև կարող են custom order-ներով պատրաստվել մաքուր ոսկով, տարբեր թանկարժեք քարերով, մեծ սիրով, շատ գեղեցիկ եւ մատչելի նվեր է եւ ինչպես որքան գնային քաղաքականություն որքանի գումարի մեջ է տանվում սկսած $150-ից մինչև 60,000 ընտիր գնացինք միջին տարբերակը այո միջին տարբերակը ունենք ոսկյա խաչեր սա մեր բրանդի copyrighted խաչերն են որոնք որ ունենք դայմոնդներով եւ ոսկի եւ ունենք սրա արծաթյա տարբերակները սա ֆանտաստիկ նվեր է ժողովուրդ ջան եւ ոչ այնքան թանկ բայց այնուամենայնիվ օրիգինալ եւ տարբերվող եւ իհարկե բոլոր նրանց ովքեր նախընտրում են թանկարժեք զարդեր այս տարբերակը եւս կարող է Այո, մենք ունենք գեղեցիկ բնական դայմոնդներով եւ լաբորատոր դայմոնդներով կարող ենք ունենալ tennis necklace-ներ, bracelet-ներ, pendant-ներ, գեղեցիկ շղթաներ, մի խոսքով ինչ որ կցանկանաք։ Համեցեք Արիդիպո, այստեղ կա ֆանտաստիկ մեծ տեսականի դիզայներական թրիչքը, մտքի իհարկե սավառնում է երկնքում եւ արդյունքում ստացվում են զարդեր, որոնք դառնում են ձեր երջանկության եւ սիրո դրոշման նիշ։ Այցելեք Արիդիպո։ Մենք իմ շատ սիրելի տուն Լահմաջո ռեստորանում ենք, որը եւ Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում ապահովում է լավագույն խոհանոցներից մեկը։ Պիտի ասեմ, որ նրանց Լահմաջոն ամենահայտնին է եւ բնականաբար իհարկե գաղտնի է պահվում Բաղադրատոմսը։ Սակայն այդ մասին չէ, որ այսօր ուզում եմ խոսել։ Այսօր ուզում եմ խոսել այն մասին, որ տուն Լահմաջոյում, այստեղ Միացյալ Նահանգներում կարող եք պատվիրել նոր տարվա համար ձեր նախընտրելի հայկական ուտեստները։ Հայկական ավանդական նիշլի քյուֆտայից մինչև հայկական ավանդական խոզի բուդը։ Այստեղ եթե մեկ անգամ հաց կերել եք, ապա գիտեք, որ արդար ձեռքով մաքուր եւ համեղ պատրաստված ուտեստներ են, որովհետեւ այստեղ աշխատում են խղճի բարձր զգացումով եւ որ ամենակարևորն է մեծ սիրով, հենց այդ սերն էլ փոխանցվում է յուրաքանչյուր այցելուի, յուրաքանչյուր հաճախորդի ու այն դառնում է մեր սիրելի վայրերից մեկը։ Համեցեք տուն Լահմաջո։ Իսկ եղբորդ հետ կապված հարաբերությունները հավանաբար լարվեցին նաև հորդ մահից հետո ժառանգության հետ կապված հարցերով։ Գիտեմ, որ որոշակի խնդիրներ այնուամենայնիվ հորդ ժառանգության հետ կապված եղան քո եւ նրա առաջին ամուսնությունից որդու միջև։ Ինչ էր իրականում տեղի ունեցել։ Արի խնդրեմ նոր տարվա այս գեղեցիկ հաղորդումը փորձեմ ինչ-որ կերպ բացատրել, բայց ավելի քիչ ինֆորմացիա տամ։ Իրականում ինձնից պահանջվում էր, որպեսզի ես վաճառեմ այն բնակարանը, որը պապաս մահից առաջ մի քանի ամիս անընդհատ արթնանում էր, կանգնում էր պատուհանի մոտ, որ մեր պատուհանները նայում են օպերայի շենքին եւ պապաս ամեն առավոտ արթնանում էր, գնում էր կանգնում էր պատուհանի մոտ, նայում էր Առնո Բաբաջանյանի արձանին եւ ինձ որպեսզի չնեղացնի, որպեսզի որևէ բան ցույց չտա, ամեն դեպքում ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ զգում է, երբ մահը գալիս, որովհետև եւ պապայիս ժամանակ եմ դա հասկացել եւ հետո արդեն մամայիս ժամանակ հասկացա։ Ամեն օր կանգնում էր պատուհանի մոտ եւ նայում էր Առնո Բաբաջանյանի արձանին եւ ինձ խնդրում էր, ասում էր, որ խնդրում եմ, ինչ ուզում ես արձաններս վաճառի, ինչ ուզում ես վաճառի, բայց տունս չվաճառես։ Հիմա էլի կասեն լացեց։ Ընդհանրապես դա էր խնդրանքս, որպեսզի տունը չվաճառեմ։ Ամեն ինչ տվեցի, պապայիս մեքենան տվեցի, վարկ վերցրեցի, գումար տվեցի, ամեն ինչ տվեցի, այն ժամանակ, երբ մամաս արդեն քաղցկեղով էր եւ ինձ էլ շատ գումար էր պետք։ Ընտանիքում որևէ մարդ, ով որ ունի հիվանդ ծնող, քաղցկեղ ունեցող
մայր կամ, չգիտեմ, ընտանիքի անդամ հասկանում է, թե ինչքան ծախսեր է պետք անել 1 ժամ ավել ծնողի տեսնելու համար այս դեպքում։ Եվ այդ խնդիրները լուծելուց հետո որևէ կերպ շփվել եք եղբորոդ հետ։ Չէ, չենք շփվել։ Հորաքրոջս տղայի հետ ժամանակ առ ժամանակ հանդիպել եմ հոր քուրիս հետ միասին, բայց Արայիկի հետ չէ։ Ամեն դեպքում պապայիս ցուցահանդեսի համար ես նրան հրավիրատոմս ուղարկեցի, բայց չտեսա նրան։ Այնուամենայնիվ արունակցակ։ Ես կներես, ես միակ աղջիկ եմ եղել։ Երկու եղբայր եմ տեսել իմ կյանքում։ Նրանք ավելի մոտ դարձան իրար եւ ես մնացի միայնակ այդքան հոգսերի հետ։ Ընդամենը դա կարող եմ ասել։ Այնուամենայնիվ քո մոտ չկա ցանկություն այդ ամենը մի կողմ թողնելու ու նորից հասկանալու, որ կարողնակցական կապ ի վերջո նա քո եղբայրն է եւ գուցե սխալվել է որոշ հարցերում։ Թող ասի։ Վահեն քո կյանքում պատահաբար չի հայտնվել։ Շատ բացի իհարկե ամուսին եւ ընտանիքի հայր լինելուց, նա նաեւ ընկեր է քեզ համար եւ շատ դեպքերում բոլոր խնդիրները անցել եք միասին եւ շատ հարցերում հենց նա է օգնել, ինչը հաճախ չի հանդիպում, բոլոր ընտանիքներում չի հանդիպում։ Դու շատ քիչ ես իր մասին խոսում, մենք ես հաճախ եմ ձեզ միասին տեսնում, ինքն էլ է շատ զուսպ իր էմոցիաների եւ էմոցիաների դրսեւորման հարցում, բայց երևում է, որ շատ խորը մարդ է, իր հետ շփվելով դա հասկացել եմ։ Այ իր մասին ինչ կասես։ Իր աջակցող նաեւ օգնող տեսակի մասին։ Ամբողջ կյանքս երազել եմ, որպեսզի իմ կողքի տղամարդը չլինի փողոցային խոսքերով եմ ասելու լոպազ, մեծամիտ, գորոզ, ինքնասիրահարված, չգիտեմ, բոլոր այն բաները, ինչը ես չեմ տեսնում հենց Վահեի մեջ։ Նա առաջին օրվանից, երբ ծանոթացա, շատ ծիծաղալու էր, որովհետև երբ ծանոթացա Վահեի հետ, ինձ թվում էր, որ ինքը անընդհատ սկսելու է իմ հետ խոսալ, SMS-ներ գրել եւ այլն, բայց նա նույնիսկ չգիտեր, թե ով եմ ես, որովհետև Լոս Անջելեսից շատ քիչ ժամանակով եկել էր Երևան եւ շատ հանկարծակի Սերժի մոտ Վարշավիրանոցում ինձ տեսնում է, Սերժին ասում է, «Այս աղջիկը ով է?» Սերժն էլ ոգևորված ոնց դու չգիտես ինքը ով է, բայց փաստորեն երևի թե դա եւս ինչ որ բաներ, որ ինձ մոտ առաջացրեց ցանկություն, որպեսզի հասկանամ լավ, այս մարդը ով է, որ ինձ չի ճանաչում ու չի էլ ուզում հետս շփվի։ Մի քանի օր չգրեց SMS, ընդհանրապես ոչ տեսանք իրար ոչ մի բան, բայց ասեմ, որ հարցրել էր Սերժից կարող եմ հեռախոսի համարը ուզել եւ ես գիտեի արդեն ինձ Սերժ ասաց, գիտես, քո համարը տվել եմ, ուզես չուզես տվել եմ։ Ասեցի շատ լավ։ 1 օր, 2 օր ընդհանրապես զայն չկար, ասեցի լավ։ Անցավ գնաց։ Մի օր գիշերվա 1000-ին նոր տարվա ալբոմն էինք ձայնագրում Դավիթ Բադալյանի հետ միասին եւ SMS ստացա. «Բարև, Վահենա, Սերժի մոտ ենք տեսել» եւ սկսեցինք SMS-ով խոսալ։ Մի քանի SMS գրեց եւ պատկերացրու ձայնագրման ստուդիայում ես անընդհատ աշխատանքներ է եւ առհասարակ յուրաքանչյուր արտիստի կյանքը ստուդիայում, երբ մտնում ես ստուդիա, դա կարող է տևել օրեր, ժամեր եւ այլն։ Գիշերվա միջև 2-ը, 3-ը, 4-ը, բայց ժամը 11-ին, 11-անց էր երևի, սկսեց Վահեն էլ ասաց դե լավ, բարի գիշեր։ Ասեցի բարի գիշեր։ Ու ջղայնացա, ինչի ինձ էլ չի գրում, էլ չի խոսում եւ դա երևի թե ինչ որ մի բան իմ մեջ արտնացրեց, որպեսզի ցանկություն ավելի շատ շփվելու եւ այլն եւ այլն։ Իմ կողքի տղամարդը իմ ուժն է,
իմ մեջքն է, իմ երեխաների լավագույն հայրն է, իմ ամենասիրած անձնավորությունն է եւ իմ ամենամոտ ընկերն է։ Մենք իրար հետ կարող ենք ժամերով չխոսել, բայց իմանալ ինչի մասին ենք մտածում։ Ավելի բիտավոյ բան ասեմ, հա, երևի ավելի կենցաղային բան ասեմ, երբ գնում ենք ինչ-որ միտեղ ուտելիք պատվիրելիս, ես նույնիսկ չեմ նայում մենյուն, որտեղ ինքը արդեն գիտի ես ինչ եմ սիրում։ Ես յուրաքանչյուր կնոջ ցանկանում եմ, որպեսզի իր կողքին լինի այնպիսի անձնավորություն, որը ոչ թե խոսելով ինչ-որ բաներ խոսք տա, ապացուցի եւ այլն, այլ ուղղակի գործողություններով փորձի քեզ ձեռքդ բռնած քայլել այս դժվարին ուղով, որովհետեւ այսօր կյանքը մի քիչ սոցիալական կայքերը մարդուն դարձրել են շահամոլ, ագահ եւ ինչ որ չափով նաեւ մի քիչ չտես, ես չեմ խոսում բոլորի մասին, ինձ ճիշտ հասկացեք, ուղղակի այսքան շատ ինֆորմացիան մարդուն անկուշտ է դարձրել։ Այսօր ես աշխարհի տիրակալը չեմ, ես միլիոնատեր չեմ, ես չգիտեմ ոչ մի բան ավելին չունեմ, քան ուրիշները, բայց ես կյանքով բավարարված եմ, իմ կյանքով, որով ես ապրում եմ, եւ դրա պատճառը հենց իմ կողքի տղամարդն է։ Նադյան շատ էր սիրում Վահեին եւ շատ ընկերական կապ ունեին եւ նաեւ հավանաբար Վահեի ներկայությունն էր քո կյանքում, որ Նադյան գնաց հանգիստ։ Ես տեսել եմ, թե ինչ հանգիստ է եղել Նադյան Վահեենց տանը, ձեր տանը, արդեն երբ առանձին էիք ապրում դու եւ Վահեն իր ծնողներից, ու տեսել եմ, թե ինչ լավ հարաբերություններ ունեին նրանք։ Այ ինչ կպատմես իրենց հարաբերությունների մասին։ Ինչպես ինձ հետ, այնպես էլ մամայիս հետ եւ շատերի հետ։ Վայկը խոսալու ընդհանրապես սեր չունի։ Իրար հետ կնստեին բալկոնում, ժամերով կծխեին, դուրս էի գալիս, ասում էի, լավ, նյուժել ինչ որ մի բան չեք խոսում իրար հետ։ Բայց տենց երևի թե ուղղակի մամաս դու ավելի լավ ասացիր, որ հանգիստ էր, ավելի հանգիստ էր, այո։ Եվ բոլոր նրանք, ովքեր գիտեին մամայիս, նրանք գիտեն, որ Նադյան երբևիցե հանձնվող անձնավորություն չի եղել։ Ոչինչ չէր կարող նրան տանել նրան, որ ինքը հանձնվեր որևէ բան անելիս։ Բայց վերջում արդեն, ինչպես քիչ առաջ ասացի, ես զգում էի, որ արդեն ինքը ուզում է հանձնվել, որովհետև խոսակցություններ սկսեցին արդեն, որ արդեն հոգնել էր, քիմիաներ։ Գիտես, 2 շաբաթը մեկ սենց քիմիայի պարկով 2 օր քիմիան վրան ապրելը դա այլանդակ դաժանություն է։ 8 տարի 2 շաբաթը մեկ քիմիա վիրահատություններ, վերջի մի քանի տարին արդեն ճառագայթ, գլխուղեղում, չգիտեմ, թոքերում, ամենտեղ մետաստազներով այդ կինը, մայրս, այդ հզոր կինը ապրում էր ինձ համար, ինձանով, ինչ որ չափ հասցրեց նաև երեխաներիս համար։ Հազիվ էր քայլում, հոգնած, ձեռքերը միշտ մռմռում էին քիմիայի պատճառով, բայց երեխայիս գրկում էր, տանում էր հրապարակ Հռոմի պապի արարողությանը, չգիտեմ, օրինակ բերեցի դա եւ նման բաներ։ Ամեն առավոտ արթնանում էր, օտմիլ էր սարքում մրգերով, ամեն ինչով, սառը, որ ձեռքերին, զգայուն ձեռքերին չէր կարելի։ Անում էր ամեն ինչ, ինչ կարողանում էր։ Միջև վերջի շունչը նա ապրել է։ Հիվանդանոցում գիշերը արդեն մի քանի օր առաջ մահից ինձ զանգեցին ռեանիմացիայից, ասացին Էմի ջան, խնդրում եմ, արի էլի, մամատ ուզում է ծխի ռեանիմացիայում, բայց որ ստեղ հիմա կպայթենք բոլորս եւ շուրջը գտնվող յուրաքանչյուր բան կպայթի։ Գնացի հասա գիշերը, մտածի մամա, please, կկազմակերպեմ, վաղը կտեղափոխվենք պալատ եւ այլն եւ այլն։
Համոզեցի, գնացի, մտածելով, որ վերջ, հիմա ինքը կքնի եւ ես էլ կքնեմ, վաղ այդ հարցը կլուծենք։ Հասատուն ուշ ժամի էր։ Զանգ ստացա անծանոթ համարից, վերցրեցի, Էմի ջան, բարև, բուժքույրն է։ Մամայիդ նստացրեցի կալասկա, տարա ներքև, ծխեց, բերեցի հետ էլի։ Ինքը այնպիսի կին է եղել, որ նրան մարդիկ ուղակի սիրել են իր հասարակ, իր մարդասեր լինելու համար։ Բուժքույրը գիշերը ինչի պիտի տաներ։ Ես հիշում եմ, թե մեզ ինչպես էր ասում, որ քեզ զբաղացնենք, որպեսզի ինքը թաքուն ծխեր։ Իրականում Նադյան շատ ուժեղ կին էր եւ քեզանից, բայց այնուամենայնիվ վախենում էր վերջին տարիներին։ Էմ ինչ հիշողություններ ունես կապված ամանորի, մանկության, այդ հրաշքի զգացողության հետ։ Նախ ասեմ, որ ինձ համար ամանորը միշտ եղել է իմ ամենասիրելի տոնը, որովհետև ես միշտ ամանորը, նոր տարին, զատիկը, ամեն ինչը ես պատկերացրել եմ միշտ, որ միշտ պիտի ընտանիքիս հետ լինի։ Եվ այդպես էլ եղել է։ Աշխարհի որ ծայրում էլ լինենք, դե մենք բնականաբար ընտանիքով էինք արդեն ամեն տեղ գնում, որովհետև աշխատանքի բերումով այդպես էր ստացվել։ Եվ անպայման շատ ուտելիք, շատ տան պատրաստված մամայիս ձեռքերով, մորքուրիս պասոց տոլման, հիմա ես այդ ավանդույթները վերցրել եմ ինձ վրա, ինչա որ կարոտում եմ մամայիս սարքած ճաշատեսակները, փորձում եմ ինքս սովորել, զանգում եմ մորքուրիս FaceTime-ով Երևանից, ինքս սա, պատրաստում եմ, առաջին անգամը ստացվում է, երկրորդ անգամը, երրորդ, չորրորդ անգամ այսօր ինձ կարող եմ համարել մամայիս բորշին, ինչ որ չափով մոտ եմ եւ գույնով եւ համով։ Այսօր լինելով իմ տարիքում, իմ կարգավիճակում ես եկել եմ այն եզրակացության, որ ինձ համար ամենակարևոր, ամենաթանկ բաներից մեկը կյանքում ժամանակն է։ Որովհետեւ ժամանակը փորձում է վազել, բայց դրա պատճառով, որ գիտես, որ ինչ-որ բան չես հասցնում, որևէ նոր մի բան ես սկսում անել։ Ժամանակի ընթացքում փորձեցի ճաշատեսակը սարքեցի, չգիտեմ, մի բան չէի կարողանում, փորձեցի 1, 2, 3, այդ ամենի ղեկավարը, մեր կյանքի ղեկավարը ես եկել եմ այն եզրակացության, որ ժամանակն է։ Եթե ժամանակը մի քիչ դանդաղ գնար, մի քիչ ավելի լավ կլիներ ամեն ինչ։ Իսկ դու այն նույն հրաշքի զգացողությունը նկատում ես քո երեխաների մոտ ամանորին, ինչ որ մենք ունեինք այն ժամանակներին, այն տարիներին, թե հիմա փոխվել է ամեն ինչ եւ այդ մագիան կորել է ըստ քեզ։ Մաքսիմում փորձում եմ անել այն, ինչ մեզ են արել։ Գիտես, ուղղակի մեր ժամանակ մի քիչ մեր սերնդի մոտ ժամանակահատվածը այնպես ստացվեց, որ լույս չկար, ջուր չկար, չգիտեմ, դժվարությունները այլ կերպ էին, բայց հիմա ասենց գնա հետ։ Ինչպես են մեր ծնողները արել այնպես, որպեսզի մենք պակաս չզգանք որևէ բանի։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, եթե հիմա չլինի լույս, ջուր, գազ, ես ոնց եմ անելու այդ ամեն ինչը, ինչպես մեր ծնողներն են արել մեզ համար։ Մաքսիմում ամեն ինչ, որպեսզի մենք այդ հրաշքը տեսնենք։ Գիշերը դուրս էինք գալիս 12-ից հետո ձնագնդիկ խաղալու դրսում, բակում։ Ես ինչու եմ սիրում Երևան գնալ։ Երեխաներն էլ են շատ սիրում իմ Երևանում մնալ, որովհետև ինչ որ չափով Երևանում այդ հրաշքը դեռ կա։ Այստեղ բոլորս զբաղված ենք անընդհատ մեքենաների մեջ, բողոքում ենք, որ թրաֆիկի մեջ ենք, freeway-ի վրա ենք, չգիտեմ, բայց դա մեր ցանկությամբ չէ, այդպես է ստացվել։ Մեզ կյանքը բերել է այստեղ, հիմա դա է կյանքի ռիթմը այստեղի։ Բայց Երևանում այդ հրաշքը դեռ կա։ Ես ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ այն մարդկանց, ովքեր ապրում են Հայաստանում, գուցե մի օր ես էլ կլինեմ էլի այնտեղ, որովհետև յուրաքանչյուրս միշտ ուզում ենք վերադառնալ Հայաստան։ Այդ հրաշքը չկոտրեք։ Դա մեր քաղաքի ամենաթանկ, ամենակարևոր բանն է, ինչ մնացել է մեր քաղաքում։
Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Implantum Dental Clinic-ի Միացյալ Նահանգների մասնաճյուղում եւ իմ կողքին այս պայն բժիշկ Սարգիս Պապազյանը։ Ողջույն դոկտոր, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել եւ մեր հարցերին այսօր պատասխանելու եք։ Առաջին հերթին թույլ տվեք հետաքրքրվել, ինչով է առանձնանում Implantum Dental Clinic-ը։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն գալու համար։ Առանձնահատկությունից մեկը իմ կարծիքով ամենակարևորը այն է, որ ցանկացած բուժում, որը սկսում են Հայաստանում, կարող են վերջացնել այստեղ մեր մոտ կամ հակառակը սկսում են մոտ եւ ուզում վերջացնել Հայաստանում, մենք ոչ մի խնդիր չունենք։ Մեր ստանդարտները համապատասխանում են Ամերիկայի ստոմատոլոգիայի ասոցիացիային ու նույնը Հայաստանի կլինիկային։ So դա ինչ է նշանակում, որ այն պայմաններով որ մենք ստեղ ենք սկսում աշխատել եւ վերջացնում, Հայաստանում դրանք կարող են շարունակել կամ վերջացնել։ Հիանալի է, ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ, ով բնակվում է Միացյալ Նահանգներում, Հայաստանում եւ Ռուսաստանում, արդեն քաջատեղյակ է իմպլանտումի մասին եւ բնականաբար իհարկե վստահում է տարիներ շարունակ հենց այս կլինիկային, լինի դա Երևանում, Մոսկվայում, թե Լոս Անջելեսում։ Դոկտոր, թույլ տվեք հետաքրքրվել նաեւ ձեր գործունեության վերաբերյալ, որքան ժամանակ է այս մասնագիտությամբ եք զբաղվում եւ արդյոք սա այն մասնագիտությունն է, որի մասին վաղուց երազել եք։ Շատ հետաքրքիր հարց էր։ Ես իմ հայրս ատամնաբույժ է, 11 տարեկանից գնում եմ պապայի մոտ ու նայում եմ թե ինքը ինչ անում, այդտեղ սերը տեղից առաջացավ։ Սկսել եմ կրթությունս Հայաստանում, ավարտելուց հետո տեղափոխվել եմ Արգենտինա, այնտեղ եմ ավարտել, մաստեր պրոգրամ եմ արել իմպլանտի 3 տարի, այնտեղ ապրել եմ, աշխատել եմ եւ հետո տեղափոխվել եմ Ամերիկա։ Դուք գիտեք, որ տեղափոխվում են ԱՄՆ, պետքա քո լիցենզիան վերականգնես, դրա համար նորից գնացել եմ համասարան ստեղ եւս 2 տարի ու հիմա ստեղ եմ աշխատում։ Կարամ ասեմ, որ 15 տարի արդեն աշխատում, սովորում եմ։ Եվ հավանաբար ամենագեղեցիկ պահը մարդկանց առողջ եւ երջանիկ ժպիտներ տեսնելն է ձեր մոտ այցելություններից հետո։ Դա մեր նպատակն է ամեն հիվանդի հետ։ Կապ չունի մենք կանենք մեր փոքր բլոմ թե մեծ ռեաբիլիտացիաներ, իմպլանտներով, վինիրներով, մեր համար ամենակարևորը որ հիվանդը գոհացած դուրս գա այս կլինիկայից։ Դե ինչ էկրաններին տեսնում եք կոորդինատները Երևանի, Մոսկվայի եւ Լոս Անջելեսի կլինիկաների, այցելեք, զանգահարեք եւ բնականաբար իհարկե առողջ եղեք։ Մենք մեր սիրելի Art in Beauty Aesthetics-ում ենք, որտեղ կատարվում են գեղեցկության եւ առողջության պրոցեդուրաներ։ Բժիշկ Արտակ Մկրտչյանն է մեր կողքին, ողջույն բժիշկ, շնորհակալ եմ մեր կողքին լինելու համար։ Այսօր խոսելու ենք ձեռքերի liposuction-ի մասին, կպատմեք ինչ է դա եւ ինչպես է դա կատարվում։ Դե բարև բոլորին, այն մարդիկ, որոնք մեզ հետևում են, արդեն գիտեն, որ մենք տարբեր պրոցեդուրաներ ենք առաջարկում ճարպը հեռացնելու համար, երբեք գուցե դեռ չենք խոսել ձեռքերի մասին, միշտ խոսում ենք փորի մասին, կրկնակզակի մասին, այսօր ես ուզում եմ մեջբերում անել ձեռքերի այս մասի լիպոսակցիայի մասին, որտեղ կան մարմնի մասեր, քանի անգամ ես արդեն նշել եմ, իմ ամենասիրած պրոցեդուրան դա կրկնակզակին է, որտեղ դու երբեք չես կարող սա թաքցնել եւ անելուց հետո միանգամից ջահելանում ես մի 10-15 տարի, նույնն է ձեռքերն է, երբ որ դու հագնում ես ինչ-որ շորեր, այս ձեռքերի մասերը բաց են, այստեղի ճարպը ծանրությունից կախվում է։ Ես ուղղակի չեմ կարող վիդեոն ցույց տալ YouTube-ի համար, կարող եք մտնել մեր Instagram-ան page-ը, տեսնել հիվանդը այստեղ պարկած է, կներեք։ Սա ձեռքի այս մասն է, պարկած ժամանակ, երկու փոքրիկ կտրվածք է լինում, մի հատ այստեղ, նրանք հետո ընդհանրապես հեռանում են։ Եվ կանյուլայի միջոցով կարող եք մյուս նկարի մեջ տեսնել, ամբողջ այս ճարպը հեռացվում է։ Երբ ճարպը հեռացվում է, ավելորդ կաշի հավաքվում է, դրա դեմ ինչպես կարելի է։ Տեսեք, շատ կարևոր է, որ ես հաճախորդներին տեսնեմ, որտեղ բոլորը չեն, որ ճիշտ կանդիդատն են մեր։ Եթե մենք ընտրում ենք եւ դա մեր համապատասխան հաճախորդն է, լազերային մեքենան նաեւ ձգում է այդ մաշկը, դեռ չենք ունեցել խնդրեմ, որ ավելորդ մաշկը կախվի։ Շատ լավ, այսօրվա համար այսքանը, հաջորդ անգամ կխոսենք կրկնակզակի մասին, այնպես որ հետևեք մեզ նաեւ հաջորդ թողարկմանը։ MS Travel Tours-ում կկազմակերպեն ձեր ուղևորությունները լավագույն տարբերակով, որովհետև այստեղ աշխատում են ամենափորձառու մասնագետները, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է գտնել ամենամատչելի եւ միաժամանակ նաեւ ամենալավ տարբերակը։ Իմ կողքին հիմնադիրն է Տիկին Մելանյան, Տիկին Մելանյան։ Ես խնդրում եմ պատմեք Ճապոնիա ուղևորության մասին մեր հանդիսատեսին եւ հեռուստատողներին։ Իհարկե, ուրեմն նախ օրերը ամրագրենք ապրիլի 3-ից 14-ը գնալու ենք Տոկիո, լինելու ենք Mount Fuji, լինելու ենք Օսակա եւ Կյոտո։
ամեն ինչ ներառյալ է սնունդը, օդանավը, ամբողջ տուրերը եւ ավելի գեղեցիկ եւ ժամանակահատվածը ապրիլին ամենագեղեցիկ ծաղկման շրջանն է ծառերի, որը տեսնել է պետք գոնե մի անգամ կյանքում։ Այո, շատ։ Եվ կխնդրեի նաև պատմեք շատ կարճ Ալյասկա ուղևորության մասին, սա էլ մի այլ բնության հրաշք է։ Ալասկան իմ սիրած վայրերից մեկն է, բնության ամենագեղեցիկ վայրերը եւ հիշենք, որ Ալասկան կարող ենք միայն օգտվել այդ առիթից Ալասկայի թուրերին միայն 3-4 ամիս ընդամենը, որովհետև մայիսի վերջին սկսում է, սեպտեմբերին արդեն վերջ։ Իսկ ինչու, որովհետև բնականաբար եղանակային պայմանները, սառույցներ եւ այլն չենք կարող ճամփորդել այդ ժամանակահատվածում։ Ուրեմն ինչ է լինում, մեր թուրը կազմակերպել ենք հուլիսի 5-ից 12-ը, ամենալավ, ամենագեղեցիկ օրերն են դրանք եւ ամենալավ ժամանակահատվածը։ Նաև չմոռանամ նշելու, որ սպիտակ գիշերներն են լինում այնտեղ այդ ժամանակահատվածում։ Այնպես որ այս երկու ուղևորությունները տարբեր ուղղություններով անպայման պետք է ընտրել թե որ մեկին, բայց մասնակցել է պետք զանգահարեք նշված հեռախոսահամարով հավելյալ տեղեկությունների համար։ Դե դու սիրում ես նոր տարին։ Շատ։ Ինչն է ամենաշատ նոր տարվա մեջ։ Սիրում եմ, որ գնում ենք ձյուն։ Գնում եք այնտեղ միշտ որտեղ որ ձյունա չէ գալիս։ Նկարներով տեսել եմ։ Ամենաշատը որ օրն ես սիրում նոր տարվա գիշերը, հա։ Կպատմես ինչ նվերներ ես ստանում ձմեռվաբիք։ Անցած տարի ես Մարտինը gaming chair բան Սանտան բերեց ինձ ու Մարտինին բան բերեց կոշիկներ Մարտինը քանի որ բասկետբոլ է խաղում, իր համար բասկետբոլի բոթասները դա չգիտեմ ինչ է։ Ամենասիրած բանը։ Ոնց որ ես միկրոֆոն նվեր կստանայի։ Դենիս դու նամակ ես գրում Սանտային։ Ամեն տարի։ Հա։ Իսկ ինչ ես սովորաբար գրում։ Մի երկու բառով կասես։ Կարող ես անգլերեն պատմել նախադասությունը։ Գրում եմ, որ ես ինչ եմ ուզում Christmas-ի համարին ոնց է այդտեղ ասում եմ քուկիներ կդնեմ։ Ու վերցնում ա քուքիները, հա, Սանտա։ Այո, էլֆեր են գալիս մեր տուն։ Էլֆերը գալիս են, մամ։ Գազազած էլֆիկներ են, տանջում են մամային միշտ, կեղտոտում են, որ մաման մաքրի։ Իրանց հետևից, այո։ Դենի, կպատմես քո ամենա, չգիտեմ, սիրած օրերից մեկը երբ ա եղել երբևէ։ Որ բան, ես դեռ մի 2-3 տարեկան է գնացել ենք Վաշինգտոն, մի 10 feet snow է ձուներ եկել, հիչում ես մամ։ Ուրախ է անցել այդ օրը։ Շատ։ Հələ կպատմես Երևանից, Երևան որ գնում եք ինչ եք անում, սիրում ես Երևան գնալ։ Շատ եմ սիրում։ Ինչի համար ես հատկապես։ Բան, ընկերներս այդտեղ են, Սևան։ Սևան էլ։ Քեբաբ։ Ընտիր, ես էլ եմ սիրում Երևանի քեբաբը։ Դենի, ես որ գնացել էի Երևան, ամռանը, հիշում եմ այնտեղ քեզ հանդիպեցի, մամայի հետ շատ սիրուն հագնված, գնացել էիք պապիկի ցուցահանդեսին։ Ճիշտ է։ Սիրուն է պապիկի քանդակները։ Շատ։ Սիրում ես նայել պապիկի քանդակներին։ Իսկ ավելի շատ պապիկի քանդակներն ես սիրում, թե տատիկի երգերը։ Երկուսն էլ։ Հա։ Իսկ հիշում ես տատիկին։ Շատ քիչ։ Փոքր էր, չէ՞, այդ ժամանակ։ Բայց կա մի հատուկ բան, որ հատկապես հենց այդ մնացել է քո հիշողության մեջ։ Մենակ բանը, որ հիշում եմ, որ իմ մորքուրով գնում ենք քայլենք, Մարտինը մնում էր տատիկի հետ, այդ եմ ամենաշատը հիշում։ Կարոտում ես իրան։ Ապրես։ Դանին իմ ելույթի ժամանակ ինձ հետո պատմեցին։ Շատ լացել է։ Հա։ Հուզվել էիր։ Ապրես դու։ Գիտես, որ ուժեղ մարդիկ են լինում էմոցիոնալ։ Մեզ փոքր ժամանակ ասում են, որ տղեկը չեն լացում կամ չեն ուզում։ Դեռ ասում են ինչ։ Բայց դեռ ասում են քեզ։ Երևի ճիշտ են ասում, բայց մեկ է մյուս կողմից էլ կարելի է հարցին նայել, որ մենակ ուժեղ տղեկը կարան հուզվեն։ Ինձ որ ապրես։ Ով ում ավելի շատ նման երեխեքից ըստ քեզ։ Ես կարծում եմ, որ Մարտինը Վահեի ամեն ինչով Վահեին է նման։ Եվ տեսքով, գույներով,
եւ բնավորությամբ, բայց Դանին ավելի շատ երբեմն լինում է ժամանակ իր հոպարին ենք նմանացնում, օրեր են լինում, բայց ես Դանին տեսնում եմ իմ papayi կոպիա որպես, որովհետեւ շարժու ձևը, խոսալը, բնավորությունը, երբեմն նաեւ նկարներ կան, որ դնում ենք համեմատում ենք, երբ որ օրինակ այն մարդիկ ունեմ ընկերներ, ում հետ գրուպ չաթեր ունենք, իմ մանկության ընկերներից, մամայից հետ աշխատողներից, երաժիշտներից եւ գրուպ չաթերում, երբ որ ինչ-որ բան եմ ուղարկում ոգևորված, օրինակ Դանիի նկարին միշտ բոլորը կոմենտ են անում, ոնց որ դոդոն լինի։ Դա ոչ միայն ես եմ տեսնում, որտեվ իմ papan է, այլ շատերն են տեսնում։ Առհասարակ ասում են, вообще-то աղջիկները իրանց papayin են, չէ, փորձում նմանացնեն իրենց ամուսնուն, բնավորությամբ եւ այլն, առաջին զավակին եւ այլն, չէ, ինձ մոտ դրա պատճառով չի սա ասոցացվում, այլ շատերն են ասում։ Շատ է, բայց երաշտական գծով, օրինակ, եթե լսենք, հիմա Դանին կփաստի, որ Մարտինը ավելի երաշտական է։ Դանին ավելի շատ լավ մաթեմատիկայից, թենիս, ամեն ինչ շատ լավ է ստացվում, բայց երաշտական առումով գծով Մարտինի մոտ շատ ավելի լավ է ստացվում։ Մարտին կսովորացնես ինչ շախմատ խաղալ։ Այո։ Ոնց են խաղում, հələ պատմես ամենակարևոր բանը որն է։ Սպիտակը ամբողջ անգամ սկսում է։ Ու դու միշտ սպիտակներով ես խաղում, թե սևերով։ Չէ, պետք է կարող է քոչերը կամ բաները ասեն դու սպիտակ ես կամ սև։ Ու դու ո՞րն ես ավելի շատ սիրում, սպիտակները թե սևերը։ Սպիտակ։ Այսօր 4 տեղ ես, հա, գրավել։ Այո։ Ուրախ ես դրա համար։ Այո։ Երկար ժամանակ ես խաղում շախմատ։ Չգիտեմ, հա, երկար է խաղում։ Իսկ Մարտին ավելի լավ խաղում, թե դու։ Դանին թե դու։ Մի քիչ։ Ով ավելի շատ խաղում, լավ խաղում։ Չես ավելի լավ խաղում։ Երկուսդ էլ լավ եք խաղում, գիտեմ, որ լսել եմ։ Հետո կպատմես մեզ մի քիչ ամենասիրած զբաղմունքները որն է։ Ինչ ես ամենաշատը սիրում անել։ Չեքմեթ անել ու շախ անել։ Շախ անել ու որը չոֆի եմ վերցնում։ Մարտին իսկ այն օրը հավանեցիր մամայի performance-ը overture-ի ժամանակ։ Այո։ Հա։ Ուրախ ես։ Այո։ Գիտես որ մամա հայտնի երգչուհի է։ Այո։ Իսկ որ երգն ես ամենաշատը սիրում։ Հայեր։ Ո հայերի երգերը։ Չէ, երկրորդ։ Աղջիկ Հայաստան, աղջիկ հայեր։ Հա, այն ֆուտբոլի երգը։ Հա, շատ լավ երգ է։ Ամենասիրածդ երգը է դա, չէ՞։ Իսկ ես գիտեմ որ դաշնամուր նվագել գիտես, ճիշտ է։ Այո։ Որ խնդրեմ կնվագես մեր համար։ Հիմա։ Հա։
Ապրեստու։ Ստեղ մնա։ Բրավո, շատ լավ է նմանում։ Մարտին, այսօր Դենին ասում է, որ դու շատ ես ուզում քուրիկ ունենաս, ճիշտ է։ Հա, բա ինքն ինչ չի ուզում։ Որովհետև իր դանից հետև վազելու է, իրան խանգարելու է։ Բայց դու կխաղաս, չէ, իր հետ, կպաշտպանես, չէ, իրան միշտ։ Հա, կպաշտպանես, չէ, իրան միշտ։ Ապրես։ Դեն դու լավ շախմատ ես խաղում, գիտեմ, դու էլ աղբերդ էլ շատ լավ շախմատ եք խաղում եւ անգամ շախմատի փաստորեն գնում եք ինչա կոչվում տուրնամենտների։ Դու լիքը հաղթել ես այնտեղ կպատմես մեզ մի քիչ շախմատի մասին։ Բան, որ մի տարի գնացել ենք Օրլանդո, բան մի անգամ հաղթել էի, որովհետև դեռ like advanced էր, ավելի շատ advanced էր կամ բան normal chess։ Ու բան գնացել ենք դիզյու տենց բաներ ենք արել։ Մի խոսքով լավ է շախմատ Հա, խաղում։ շատ լավ։ Ապրեստու։ Մեր տղաները հաճախում են շախմատ, դաշնամուր, թենիս, բասկետբոլ, մենք ունենում ենք մաթեմատիկայի դասավանդումներ, որոնք բնականաբար Երևանից են գալիս։ Մենք ունենք թուրեր, մեր Զարմին են քանի տարի, որ երեխաների հետ պարապում է, մեր դպրոցը շատ ենք սիրում AGB-յուն, որովհետև իմ կարծիքով ավելի լավ տեղ չէին կարող իմ երեխաները հայտնվել, իմիջիայլոց ես կարող եմ գաղտնիք բացել, որ երբ որոշում էինք կայացնում, որ դպրոց պիտի հաճախեն երեխաները, Ռուզաննան Դոլչե Վիտա այն մեղավորներից է, ով ինձ առաջինը զանգեցի, ասեցի երեխաներդ այնտեղ են գնացել, մեկը երեխաներից, ասեց քո երեխան, քո երեխեքը պիտի անպայման գնան Մարի Մանուկյան, զանգահարեց, ինձ ծանոթացրեց, խոսեցինք, գնացինք, պայմանավորվեցինք եւ այսօր ես նկար եք էլի Ռուզաննա։ Ռուզաննա Մեղավորը եւ բոլոր փարթիների թագուհին։ Մենք շատ ենք սիրում բոլորս Ռուզաննային։ Գեղեցիկ մարդ, գեղեցիկ հոգի, գեղեցիկ մարմնում։ Դենի։ Հա։ Դու գիտես, որ քո մաման շատ հայտնի երգչուհի է։ Եկեք բան պատմեմ ծիծաղալու։ Պատմի։ Մի օր մեր մոտ ընկերներից, Դանիի դասընկերուհիներից մեկի մաման զանգում է ծիծաղալով պատմում է, ասում է գիտես իմ աղջիկը տղայիդ ասում է, գիտես քո մաման X Factor-ի ժյուրի է եղել, ջաջ է եղել, Դանին ասում է, ոնց։ Լուրջ ու հետո գալիս է տուն, հետո ասում մամա, ես չգիտեի, որ դու ջաջ ես եղել։ Ինքա փորձել եմ մաքսիմում հեռու պահել ինֆորմացիա քիչ տալ, բայց հիմա արդեն մեծացել են, ամեն ինչ տեսնում են, լսում են։ Հələ ասա, ինչ է իր ասում։ Բան ասում, որ այդ բան գիտի մաման է տենց բաներ անում, բան սենց մամա ինչու ինձ չասեցիր։ Դե դու այն ժամանակ չէիր ծնված կամ դեռ փոքր էիր շատ։ Հա, բայց որ մեծացար արդեն։ Մեծացա ինչ չասեց դեռ։ Հիմա որ մյուս անգամ եթե նման շանս լինի, որ մաման գնայելի որպես ժյուրի նման նախագծերի, քեզ իր հետ կտանի անպայման վստահ եմ։ Կուզես գնաս տեսնես ոնց են։ Օ, իրանք շատ են սիրում ամեն ինչ կապված է նկարահանումների հետ, ամեն ինչ կապ ունի հայտնի մարդկանց հանդիպել, շփվել, ընկերություն անել։ Դենի, ես գիտեմ, որ քո ամենասիրած ընկերներից մեկը Էրիկն է։ Հա։ Դու իրան շատ ես սիրում, ինքն է քեզ է շատ սիրում։ Մի քիչ կպատմես ինձ Էրիկի մասին։ Ծիծաղալու է Էրիկը։ Մեկ գալիս է, խաղում ենք։ Իմիջիայլոց Դանին շատ փոքր էր, Մարտինը նոր էր ծնվել, Էրոն եւ Լանան գալիս էին մեր տուն։ Սենց Ադյալի մեջ էին դնում երեխեքին, այսինքն փոփոխում էին այս կողմ, այն կողմ, վազում էին այս սենյակից մյուս սենյակ, հիմա նույն ձև իմ տղաները փորձում են իրանց աղջկա հետ, Սալիի հետ լինեն։ Տեսնենք, պիտի որ լավ ընկերներ լինեն, ոնց որ մենք ենք ընտանիքներով Սալին ընկերներ։ շատ ես չէ՞ սիրում։ Հրաշք։ Լավն է, չէ՞, ինքը գեղեցկուհի է, հրաշք գեղեցկուհի է։ Իսկ կուզենաս դու էլ քուրիկ ունենաս։ Պրովոկացիոն հարցեր տղաներից մի տուր։ Չէ։ Իսկ ինչի՞ չէ։ Որովհետև կուզեին ամբողջ օրը իմ հետ լինեին։ Վախենում եմ։ Ինչ ես վախենում, որ իրավես։ Ամբողջ օրը կգային, կասեին Դանի, արի խաղա, Դանի, արի խաղա։ Իսկ դու չես ուզում խաղաս, հա, իր հետ։ Հիմա ես բայց տենց մտածում։ Որովհետև բարբիներով են խաղում։ Հա, բայց ինքը կխաղա իր համար բարբիներով,
Հետո կգա քո հետ ֆուտբոլ կխաղար։ Չէ։ Ինձ թվում է հիմա ես տեսնում, որ մի քիչ մեծանաս կուզես։ Մի քիչ որ մեծանա, այլ ոչ մեկ չի ուզի։ Մարտին ամբողջ օրը հետ ասում խայտարակ անում ինձ։ Ինչ ասում, լասա։ Մամա կունենաս աղջիկ։ Կունենաս էլի։ Բայց դու չես ուզում։ Չէ։ Դանի չէ։ Ուզում։ Դե ինչ, մեր գործընկեր Aroma International Marketplace-ի North Hollywood-ում վերջերս բացված մասնաճյուղում ենք, իդեպ այստեղ Aroma-ն գործում է միանգամից 3 ուղղություններով խանութ, հսկայական food court եւ bakery։ Եվ քանի որ նոր տարվա Երուսաղեմը արդեն սկսվել է, ուզում տեղեկացնել, որ այստեղ կարող եք պատվիրել նոր տարվա խորհրդանիշներից ավանդական բութ։ Ու այստեղ ամեն օր նորացվում ու թարմացվում է ապրանքատեսականին, ներկրվում է եւ բերվում է թարմ որակյալ սննդամթերք, եւ որ ամենակարևորն է, մենք ունենք հաճելի անակնկալ ձեր համար։ Ուրեմն բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց տանը պատրաստում են գցել ճոխ սեղաններ տոնական, ապա կարող են գալ այստեղ ու ձեռք բերել ոչ միայն սննդամթերք, ոչ միայն պատվիրել բութ, այլ նաև գնել անհավանական էժան արժեքներով ջրեղեն։ Այո, անհավանական էժան, որովհետև նման արժեք չի ներկայացնելու եւ ոչ մի հայկական խանութ։ Գնից 30% զեղչված արժեքներով։ Գալիս եք Aroma, տեսնում եք թե դրսում ինչ է դրված եւ վերցնում եք անհավանական էժան արժեքներով եւ դա անում եք հնարավորինս արագ, որովհետեւ այն հաշված օրերի ընթացքում կսպառվի։ Վերջում ինձ հուշեցին, որ այս հոյակապ ակցիան լինելու է նաև Northridge-ի Aroma-ի մասնաճյուղում եւս։ Գալիս եք, տեսնում եք դրսում շարված է ջրեղենը ու արագ վերցնում եք, գնում եք, որովհետեւ մենք հաշված րոպեների ընթացքում տեսանք, թե ինչպես են կրում տանում։ Նաև մի հավելում եւս ավանդական բդից բացի կարող եք այստեղ պատվիրել նաև ձկնեղեն, ինչպես նաև գոջի։ Դե ինչ, Aroma International Marketplace Northridge-ում եւ նաև վերջերս նորաբաց North Hollywood-ում։ Venus Gifts-ում մեր այցելություններից մենք մշտապես տեղեկանում ենք վերջին հավաքածուների եւ դիզայներական նոր լուծումների վերաբերյալ։ Այս պայն ձեզ ներկայացնելու ենք ամենաազնվական եւ ամենաբարձրաճաշակ ապրանքանիշը։ Խոսքը Բեռնադոյի մասին է։ Այն բացառիկ է եւ ազնվական է համարվում իր որակի եւ պատմության համար։ Այն գուցե շատերի համար ավելին է, քան Hermes եւ այլ ապրանքանիշերի սպասքը։ Պիտի նշենք, որ իր որակյալ հատկանիշներով եւ ձեռքի մանրակրկիտ գործի արդյունքում սա համարվում է իսկական արվեստի գործ։ Արվեստի գործերի ամենալայն տեսականին հենց այստեղ է Venus Gifts-ում։ Ինչու՞։ Որովհետև այս խանութ սրահը կարողանում է պայմանավորվել եւ իր հարկի տակ ներկայացնել այն բոլոր բացառիկ նորությունները, որոնք առաջարկում է դիզայներական այս տունը։ Այնպես որ այցելելով մեկ անգամ Venus Gifts, վստահ եմ դուք կգտնեք ձեզ համար նախընտրելի սպասքը եւ ձեր ճաշակին համապատասխան գեղեցիկ դիզայներական զարդերը։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Եմ երաժշտության հետ կապված, քո երգերի հետ կապված, միշտ էլ այնպես է ստացվել, որ դու երգել ես որակյալ երգեր եւ այն ժամանակ դրանք դժվար ընկալելի, բայց այնուամենայնիվ ընդունված եւ սիրված ստեղծագործություններ էին եւ հավանաբար կուլմինացիոն երևի թե կետը դա Բաբաջանյանի կամուրջներն էր, որ հենց քեզնով են բոլոր այդ ստեղծագործությունը հիշում եւ Նադիայի մեծ պրոյեկտներ դա սկսեց ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից, հետագայում դա դարձավ քո այցեքարտ երգը։ Կային մի շարք ստեղծագործություններ, որոնք այսօր միանգամայն այլ կերպ են լսվում։
Եվ ես շատ զարմացած եմ եւ շատ ուրախ, որ քո գործերից մի քանիսը as Z generation-ի մոտ, ովքեր այն ժամանակ շատ փոքր են եղել եւ որևէ բան չեն կարող հիշել, հիմա նորից massայական եւ նորից պոպուլյար է եւ TikTok-ներում եւ ամենուր դրանք տարածվում են։ Super Sako-ի հետ եթե դու գնասը, այսօր ամենասիրված երգերից մեկն է Z generation-ի, ովքեր այն ժամանակ չեն էլ տեսել այդ կատարումները եւ այլն։ Ինչպես դա ստացվեց ըստ քեզ եւ դու ինչ ես մտածում այդ մասին։ Այդ ժամանակահատվածում ընկած բոլոր երգիչները երգել են այլ տեսակի երաժշտություն, ուրիշ երգեր են երգել, բայց նաև կարողացել են ապրել։ Կզարմանաս, բայց ես իմ երգերով բավականին շատ գումար եմ աշխատել, շատ։ Էլ չասեմ, թե ինչքան գումար եմ կամուրջներով աշխատել։ Մի հատ բարձրանում էի բեմ, դուրս էի գալիս, բոլոր վարկերը փակվեցին։ Ավելի լավ օրինակ չէի կարող բերել, բայց անչափ ուրախ եմ։ Նաև ամառան Իմիջայլոց հայ տղեկի հետ։ Իմիջայլոց գիտես այդ երգը երբ ձայնագրվեցի, պապաս հետս մի քանի ամիս չէր խոսում, որովհետև որ հետ գնանք այն ժամանակ կար լեզվի տեսչություն, ովքեր հեռուստատեսությամբ չէին թողնում վատ խոսքեր հնչեին, երգերը սխալ շեշտադրությամբ երգվեր։ Եվ այդ երգի մեջ, որ ասում էի շոկ ամառա, սաղ, անդուր, ինձ թվում, այդ բառերի համար պապաս հետս մի քանի ամիս չէր խոսում, որովհետև իր համար դա դաժան բան էր, որ ինչ կասեն ինտելիգենցիան, ինչ կասեն իր ընկերները եւ այլն, բայց արի ուտես այսօր եւ այդ ժամանակ երգը սիրվեց եւ մնաց։ Միշոն, Super Sako-ն եւ եւս մի քանիս շատ մեծ ներդրում են ունեցել հավանաբար այդ massայական երաժշտության հարցում եւ ձեր համագործակցությունը եւս շատ ամուր է եղել։ Այսօր նրանց հետ շփում կա կամ աշխատելու ցանկություն եւ այլն։ Աշխատելու ցանկություն միշտ կա եւ բոլորս իրար հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Խոսում ենք, փորձում ենք, ինչ որ բան իրար ուղարկում ենք, այո, ոչ, քննարկումներ կան։ Գուցե մի օր այդ քննարկման արդյունքն էլ արդեն երևալի կլինի, բայց այո, այդ ժամանակահատվածում, երբ զուռնա դհոլով, բայց ժամանակակից երգ անելը, դա առաջինը եղավ ոչ ես, ոչ դու երգը Super Sako-ի հետ, որ մենք Հայկոյի երգը remake արեցինք, այդտեղ զուռնա կար, դհոլ կար եւ մի քիչ անսպասելի էր, որովհետեւ այն չէ որ արտասահմանյան երաժշտությունը, այն լրիվ ուրիշ սաունդ ուներ այդ ժամանակ։ Հայ տղեկը, իրանք, օրինակ ինձ համար, ես կարող եմ ասել, որ հայկական հիփ-հոփի մեջ Միշոն միշտ եղել է առաջինը։ Որովհետև այնպես ինչպես ինքն է հայերեն ռեփ ասում, բաղաձայներով, ես մի քիչ ավելի հայագետի պես կարող եմ խոսամ, ես հայագետ չեմ, բայց քանի որ մենք դա անցել ենք, Նադիայի շկոլան անցնող բոլոր մարդիկ կարող են փաստել, որ շատ կարևոր է երգի մեջ ինչպես ես բառը հնչեցնում, երգում, արտահանում։ Մշտական հարցը հետը Հայկո թե Միշո։ Ըստ քեզ։ Չեմ կարող, տենց բաներ չեմ սիրում, որովհետև երկուսի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, միշտ, մինչ այսօր էլ, բայց որպես ռեպեր Միշո։ Գիտեմ, որ հիմա մի նախագիծ է պատրաստվում, գուցե սխալվեմ, բայց իմ ունեցած տեղեկություններով, որը ուղղակի լեգենդար կլինի եւ ֆանտաստիկ կլինի, դա հայ տղեկի մասին ֆիլմն է նկարահանվող, որը իմ ունեցած տեղեկություններով 2027-ի գարնանն է լինելու եւ գլխավոր դերում Միշոյի եւ Հայկոյի փոխարեն ովքեր են նկարվում ըստ քեզ։ Դու գիտես։ Չէ, իրանք պիտի լինեն։ Հենց իրենք էլ նկարվում են։ Դե Պատկերացնում եք, որ այդքան տարի հետո էկրաններին այն երկուսն են, ովքեր հիմնադրել են հայկական рэպը եւ միասին որևէ շփում չեն ունեցել, որևէ նախագծում չեն հայտնվել եւ ես սպասում եմ նաեւ սաունդթրեքին։ Ես էլ եմ շատ սպասում։ Եթե քեզ առաջարկվի։ Իմիջայլոց ձայնագրությունները բոլոր որ անում էինք, ռուսկայա ռադիոյի ստուդիայում էինք ձայնագրություններ անում։ Ես մտնում էի ինչ որ էստրադային սիրտնի մեծ այնքան։
Երգում էի տենց հուզիչ ռոմանտիկ երգեր, դուրս էի գալիս, գիշերը այդտեղ այլանդակություն էր տիրում, որովհետև հայկական լոքշա рэպ էր ձայնագրվում։ Հայկոյի եղբայրն էր մեր ձայնային հնչյունային ռեժիսորը Միկան, եւ ամբողջ օրը 24 ժամ ռուսская ռադիոյի ստուդիան, որը Двоюродный եղբորը ստուդիան էր, Լևոնին Աբրամյան, հորքուրիս տղան։ Եվ 24 ժամ այդ ստուդիան արտադրում էր երգեր, որակյալ երգեր, կապ չունի, դա կլիներ ինչ ժանրում, ժողովրդականը որակյալ էր գալիս, ռաբիզը որակյալ էր գալիս, չգիտեմ, ես էստրադային էի երգում, միշոենք ռեպ էին ասում, երեխաները դորեմի ձայնագրվում էին, միայն որակյալ երաժշտություն։ Եթե այդ ֆիլմում առաջարկվի քեզ դեր կխաղաս։ Միանշանակ, այո։ Ես քեզ հաճախ եմ։ Բայց ինչ, պիտի էլի շոկ համառը նորից ռիմեյք անենք ուրեմն։ Ես քեզ հաճախ եմ քննադատում հեռախոսով, ոչ թե հայնորեն երգեր չանելու հարցում։ Եվ իրականում կարծում եմ, որ պատահական էլ չի, որ այս նոր սերունդը սկսել է սիրել այդ երգերը։ Կան մի շարք թույն գործեր, մի պահը գիտեմ Հայկոյի գրած սերիմ այո այդ երգը քեզ համար է որ նաև ուներ ոնց որ ռեմիքս ուներ այո քաղաքներով տարբեր այդ բոլոր երգերը հիմա շատ ակտուալ կլինեին ինչու Էմին չի անում նոր գործեր այս դեպքում կարող է առաջ գալ նաև այն հարցը որ օրինակ Վահան քեզ չի ցանկանում որ դու բեմում լինես չէ որ տենց լիներ կարող է իրայնադու երգեի բա ի՞նչն է պատճառը որ Էմին չի երգում այսօր չգիտեմ մհեր այո, ես ու դու շատ ենք ունենում այս conversation, այս խոսակցությունը իրար հետ։ Գուցե այն, որ ես միշտ եղել եմ կատարողի դերում, իմ փոխարեն մամաս կազմակերպում էր ամեն ինչ, գուցե դա մի քիչ կապ ունի նաև դրա հետ։ Իմ մուսան եղել են իմ ծնողները։ Ես երգեր էի գրում, պապաս նվագում էր, ես երգ էի գրում, ինչ որ մի բան պակասում էր, ինքը ինձ օգնում էր, ինչ որ բառ էր ավելացնում, բայց այդ բառը հեչ երգեցիկ չէր։ Բայց երգացնում էինք։ Ինչ որ process կար, որը հիմա իմ կյանքում նույնը չի, միգուցե դա ինձ խանգարում է այդ ստեղծագործական process-ի ընթացքը։ Հիմա մի գաղտնիք բացեմ, կներես, խոսքդ չմոռանաս։ Երբ զանգահարում եմ ստուդիա կամ ինչ-որ ստեղծագործող մեկին, որի հետ ուզում եմ ինչ-որ բան սկսել, այդ մարդը այնքան է զբաղված լինում կենցաղով, որ մենք չենք կարողանում հանդիպել եւ ստեղծագործել ստուդիայում։ Գիտես, ես չեմ սիրում այն ընթացքը ձայնագրման, երբ դու տանը քո համար ես աշխատում, ստուդիայի ինչ-որ աշխատողը իր մոտ է աշխատում, հետո օթից email-ով իրար ենք ուղարկում եւ ստեղծում ենք տրեկը։ Ես սիրում եմ այդ ընթացքը, process-ը, ստեղծագործական աշխատանքը, որովհետեւ այդ ընթացքում ավելի լավ բաներ են ստեղծում։ Օրինակ բերեմ հենց այդ Super Sako-ի հետի ալբոմը։ Մենք այդ երգերը ամբողջը ստեղծել ենք ստուդիայում։ Ոչ մի երգ չի գրվել տանը, չգիտեմ, առանձին ես, առանձին Սակոն, առանձին արանժիրովշիկը գալիս էինք քոլեջի կողքը պերաշկիներ էին ծախում, այդ պերաշկիները առնում էինք, նստում էինք ստուդիայում, Սակոն մեր զուկարեժիսորի արանժիրովշիկի հետ բիթներ հավաքում, ես կողքի սենյակում, մամայիս կաբինետի կողքի սենյակում գրում էի բառերը։ Հետո մի քանի ժամ հետո մտնում էինք ստուդիա, դեմոն ձայնագրում էինք, ուղղելու բան կար, վերջացնում էինք բեքերը, ամեն ինչը եւ այլն, մյուս օրը գալիս էինք, մեին երգն էինք ձայնագրվում։ Դա հետաքրքիր ստեղծագործական process է։ Ես դա եմ սիրում։ Արտիստը ինձ համար պիտի լինի 24 ժամ դրա մեջ։ Ես հիմա ինչքան էլ փորձեմ լինել այդ շրջանակի մեջ, ես լիարժեք միևնույնն է չեմ լինելու, որովհետև արտիստը 24 ժամ պիտի լինի ընթացքի մեջ։ Գնացքը գնում է, ռելսերը գնում են, ինքը դա է։ Գնացքն է, ռելսերով պիտի գնա 24 ժամ։ Հիմա մի գաղտնիք բացեմ, մենք աշխատում ենք մի գաղափարի վրա, որը որ շատ եմ ուզում, երաժշտական գաղափարի վրա, որ իրականանա, խոսքը Էմիի մասին է եւ
Ֆրիմային շահագործում ես։ Համոզել այնպես։ Ընթացքը դու ինձ հիմա օգտագործում ես այս պահը։ Մեկնաբանություններում գրեք, որ այդ ստեղծագործությունը լինի։ Չխոսած, սա պահանջ է ստացվում։ Այո, մենք պահանջում ենք, որ այդ ստեղծագործությունը լինի։ Եվ վերջում եմ, ես գիտեմ, որ դու միշտ մարդկանց հետ կապի մեջ ես եւ երբեք այն արտիստներից չես եղել, ով կտրված է եղել իրականությունից։ Եվ հիմա շատ լավ հնարավորություն է մարդկանց շնորհավորելու, մարդիկ տոնական սեղանների առաջ, այդ օրերին դիտում են այս շոուն, այս հարցազրույցը եւ ես վստահ եմ, որ քո ջերմ խոսքերը հատկապես այս շրջանում, երբ ամեն ինչ խառն է, երբ սևը խառնվել է սպիտակի հետ, բառից լավ իմաստով ոչ թե քաղաքական, մարդիկ ունեն ջերմ խոսքերի կարիք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր աշխարհում երկրագնդիս վրա գտնվող յուրաքանչյուր այն մեկ մարդուն, կես մարդուն, չգիտեմ, երեխային, տատի, պապի, այն մարդկանց, ովքեր որևէ անգամ ինձ համար որևէ բան են արել։ Մարդու շփումը ինձ համար այսօր դարձել է ամենակարևոր բանը։ Ես ուզում եմ, որպեսզի բոլորը լինեն ուրախ։ Փորձեք ամենադժվարին բանի տակից գտնել լավագույնը, որովհետև մենք մեկ անգամ ենք ապրում։ Թող նոր տարին բոլորիս ուրախություն բերի։ Ես միշտ ասում եմ, այսպես էլ մնա, էլի ուրախ եմ, վատ բան թող չլինի։ Բոլորիս ընտանիքներում թող շատ ծիծաղալի է հնչում, բայց բոլորիս ընտանիքներում թող լինի միայն ուրախություն։ Ամենասենտիմենտալ բառերն եմ ուզում օգտագործել այսօր, որովհետև մենք այսօր իրար կարիք ունենք։ Մարդը մարդու կարիք ունի։ Վախենալու է, որ վաղը մյուս օր կարող եմ ես շփվել ռոբոտի հետ։ Չէ, ես չեմ ուզում դա։ Ես ուզում եմ, որպեսզի մենք իրար հետ խոսենք։ Մի զլացեք, երբ զանգում եմ, պատասխանեք։ Երբ դուք եք զանգում, ես միշտ պատասխանում եմ։ Եթե չեմ պատասխանում, գրում եմ, որ կզանգեմ։ Եթե չեմ գրում, ուրեմն հեռախոսը հաստատ մոտս չի։ Ես երբևիցե որևէ մեկի չեմ արհամարել։ Չեմ արհամարում ոչ մի message, ոչ մի զանգ, ոչ մի մարդու, եթե կարողանում եմ այդ պահին, պատասխանում եմ։ Որովհետև դա ինձ համար թանկ բան է։ Մարդուն հարգելը, հարգել դիմացինիս, ով գուցե մի օր ինձ էլ պետք կգա։ Մենք էլ միանում ենք բոլոր շնորհավորանքներին, մենք սիրում ենք ձեզ եւ յուրաքանչյուր մեկնաբանություն, յուրաքանչյուր ջերմ խոսք եւ յուրաքանչյուր ժպիտ թեկուզ փողոցում իսկապես այն բանի պատասխանն է, որ մենք միասին ենք անում այն ինչ անում ենք եւ մեր արած աշխատանքը պետք է ձեզ եւ ձեր վերաբերմունքն էլ փոխադարձորեն պետք է մեզ գրկում ենք բոլորին մաղթում լավ տարի եւ ապահով եւ անհոգ տարի կհանդիպենք արդեն 2026-ին Դու նոր տարի մեզ նոր տարի փայփայիր դու նոր տարի գալդ բարի մեզ նոր տարի մոր նման ամոքիր Մենք կրկին Գլենդելի ամենասիրելի ռեստորաններից մեկում ենք Elysee House-ում եւ իմ խնդրանքով աշխատակազմը, մասնավորապես գլխավոր խոհարարը պատրաստել է ամանորյա սեղան, այսպիսի գեղեցիկ տեսք է ունենալու ամանորյա սեղանը։ Եվ աշխատանքից կտրել ենք նաեւ գլխավոր մենեջերին Արմինեին, ում շատ համակրում եմ եւ շատ պրոֆեսիոնալ ղեկավարում է թիմը։ Արմինե ջան, կպատմես, թե ինչ գեղեցիկ ամանորյա ավանդական, բայց հետաքրքիր սեղան ենք ստացել։ Այո, մեր ավանդական խոզի բուրդն է, ինչպես որ ասում են, կարող են պատվիրել ամանորի համար, Այսինքն առաքում կամ Առաքում ունենք, այո, իհարկե։ Կամ կարող են գալ տեղից Կարող են գալ, այո, մեզ մոտից վերցնել աղցանների զանազան տեսակներ, մեկը մեկից համեղ, appetizer-ներ, բլինչի կիշլի քյուֆթան, մեր քավարի քյուֆթան, ինչպես նաև ասում են էջմիածնի քյուֆթան, զանազան ուտեստներ, խաշլամա, ամեն ինչ։ Ժողովուրդ ջան, այստեղ կարող եք գալ եւ միասին ձեր հարազատների հետ դիմավորել ամանորը կամ այդ օրերին կարող եք պարզապես ձեր աշխատակազմով գալ եւ այս ավանդական հայկական ամանորյա սեղանը կունենաք։ Եթե չեք ուզում տանը պատրաստել եւ ուզում եք որպեսզի տնական ուտելիք լինի, ապա այստեղից պատվիրելը ամենախելամիտ եւ լավագույն տարբերակն է։ Արմինե ջան, ինձ կասես 2 կամ 3 ուտեստ, որը ամենահամովն է ձեր մոտ։ Այնքան դժվար հարց տվեցիք մեր ջան, որովհետև բոլորն էլ համեղ են, նայած մարդ, նայած քիմք, մեր գարան մատերն են շատ սիրում, խաշլաման ֆավորիտ է բոլորի մոտ,
հիմա կծիծաղակ, բայց մեր թավաժարիտ կարտոֆիլը տնական, կարագով ու վարունգ պոմիդորով աղցանը։ Ֆանտաստիկ։ Անսահման պատվայրներ ունենք։ Ես օրինակ խորոված շատ չեմ սիրում այդպես, բայց այստեղ կերել եմ ամենահամով խորովածներից մեկը եւ խաշի մասին լեգենդներ են պատտվում, այնպես որ այցելեք Eliza House ռեստորան եւ համտեսեք լավագույն տեսները։ Ոչ, այս պայն ես չեմ գտնվում Downtown Los Angeles-ի կամ Beverly Hills-ի ամենահայտնի ռեստորաններից մեկում։ Ես գտնվում եմ Glendale-ի Brand փողոցի վրա գտնվող Le Brand ռեստորանում, որը իմ ամենասիրելի վայրերից մեկն է եւ հատկապես գնահատելի է եւ հատկապես հաճելի նրանց այս patio-ի հատվածը, որը իսկապես ֆանտաստիկ միջավայր է ապահովում երեկոյան եւ բնականաբար իհարկե կարողանում ենք անցկացնել այստեղ ընտանեկան, ընկերական եւ մտերմիկ երեկոներ։ Այս դռներից ներս ահա իր հյուրընկալ պատերի ներքո Le Brand ռեստորանը առաջարկում է անցկացնել ձեր լավագույն երեկոները։ Ընտանեկան եւ ընկերական միջավայրով այստեղ կարող եք անցկացնել ձեր բոլոր առիթները կամ առանց առիթի պարզապես կարող եք գալ եւ վայելել երեկոները։ Իմ սիրելի բենդը Le Brand House-ը առաջարկում է իր լավագույն կատարումները ամենատարբեր ժանրերում, իսկ մենակատարները Էմմա Ասատրյանը, Համլետ Գևորգյանը, Գոհար Հովհաննիսյանը իրենց լավագույն կատարումներով ջազից մինչև էթնոջազ եւ էթնոջազից մինչև արդեն ավանդական ժողովրդական կատարումներ ձեր երեկոն կդարձնեն հետաքրքիր ու ֆանտաստիկ։ Սպասարկման մասին խոսելն արդեն անգամ ավելորդ է։ Իսկապես լավ սպասարկում է, իսկ ուտեստները պարզապես պետք է փորձել։ Այցելեք մեկ անգամ Le Brand եւ կհամոզվեք, որ որևէ բան ես չէի չափազանցնում։ Արչևում Thanksgiving-ի տոներն են, իսկ մենք գտնվում ենք մեր գեղեցիկ գործընկերոջ Gravel խանութ սրահում։ Այն գտնվում է Brand պողոտայի վրա եւ լավագույն ու գեղեցիկ ծաղկե խանութներից է Glendale-ում։ Պետք է նշենք, որ Gravel-ը առանձնանում է յուրահատուկ ճաշակով, իր ծաղիկների թարմությամբ եւ մեկ կարևոր հանգամանքով եւս։ Միայն ու միայն Gravel-ում կարող եք գտնել ծաղկե փնջեր, որոնք կարող են մնալ ավելի քան 1 տարի, որը ծաղիկների ոլորտում համարվում է իսկական սենսացիա։ Իսկ այս պայն տեսնում եք գեղեցիկ դեկորացիաներ համապատասխան աշնանային գույներով, որոնք բնորոշ են Միացյալ Նահանգներում հատկապես Thanksgiving-ի տոնին։ Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր բիզնեսը կամ ձեր տունը եւ ձեր շրջապատը այսքան գեղեցիկ լինի այս տոնի կապակցությամբ, ապա Gravel-ի աշխատակիցները հաստատ կգտնեն գեղեցիկ լուծումներ։ Այս մասում ծաղկե փնջերն են, որոնք արդեն պատրաստ են եւ դուք կարող եք ձեռք բերել, դրանք թարմ ծաղիկներից են եւ գեղեցիկ ու զուսպ դիզայնով։ Եվ իհարկե կուզեի ձեզ առանձնահատուկ պատմել նաև այստեղ ծաղկե փնջերի փաթեթավորման մասին, որոնք եւս յուրահատուկ են եւ առանձնանում են իրենց տեսակներով։ Այնպես որ այցելելով Gravel հաստատ կգտնեք ձեր սիրելի կամ ձեզ համար լավագույն տարբերակը։ Մենք այդպես ենք անում։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way. The story you're about to hear is true.